Երբ որ դու բռնություն ես գործածում երեխու հանդեպ, ինքը կամ զոհ է մեծանում, կամ բռնարար։ Այդ երկուսից մեկն է լինում ու դրա հետ աշխատելը շատ դժվար է։ Ու ինձ հետաքրքիր է այդ տենց ոնց որ շատ բան է գայթակղիչ է փորձել այդ կոլեկտիվ տրավմայի վրա վերագրել, որտեղ մենք տեսանք Իսրայելի տարբերակը, երբ որ իրանք հենց ուժ ունեցան, իրանք դառնան բռնարար, չնայած դրանից առաջ իրանք զոհ են եղել նույն բռնության։ Ոնց որ բայց ես հասկանում եմ, որ հոգեբանության մեջ երևի թե դժվար աշխատում տենց փոխանցումը անհատականից կոլեկտիվ մակարդակի, բայց անում ենք այդ գայթակղությանը միշտ չի որ դիմանում։ Այսինքն կա տենց ինչ-որ տեսություն, որ տենց աշխատում։ Տես օրինակ միշտ կա այդ զգուշության կարիք, այսինքն երբ որ ինչ-որ ֆենոմեն անհատական կամ միջանձնային մակարդակում է, դա այսպես ասած տեղափոխել, էքստրապոլացնել հանրային ավելի բարդ մակարդակի վրա դժվար է, բայց այնպես չի, որ բայց կան պատճառներ եւ հիմքեր թե ինչու կարող ես այդ փոխանցումը անել, ուղղակի ոնց ասեմ, ոչ թե ուղիղ, որ էսի սենց է, ուրեմն նույն բանն էլ ազգի մակարդակում, հա, մենք ունենք անձնային պաթոլոգիա, ուրեմն ունենք նաեւ ազգային պաթոլոգիա, որտեւ ես վերջերս շատ եմ լսում, որ ինչ որ տենց շատ եմ լսում, որ մի տեսակ ինքնա նույնիսկ նսեմացնող, ինքնախարազանող արտահայտություններ են անում, ինքնա պաթոլոգիզացնող, ինքնա ոնց որ ախտաբանականացնող, հայերը հիվանդ են, սա հիվանդ հասարակությունն է, այդ ու կամ ասենք էս ինչ են հիվանդ ժողովուրդ են, այդ շատ վտանգավոր է իրականում, այսինքն պետք է այդ կողմ չգնալ, բայց հասկանալ, որ ի վերջո, եթե հոգեբանի տեսակետից ես նայում, նույնիսկ հոգեֆիզիոլոգիական տեսակետից ես եթե նայում, հասարակությունը մարդկանցից է կազմված, ու այդ մարդիկ, օրինակ ես, դու, ինքը, հա, հիմա մենք ստեղ, մենք նաև մի հատ այսպիսի process-ի մեջ ենք, որը կոչվում է կորեգուլյացիա, կարգում իրար հետ։ Մենք մեր հույզերն էլ ենք համակարգավորում իրար հետ, այո։ Եթե հասարակության մեջ կամ ասենք վերցնենք ընտանիքում, հա, որը օրինակ ցեղասպանության վերապրած տատիկ ունի կամ պապիկ ունի, հա, մենք երեխան տեսնում է սենց դեմք, սենց ժեստեր եւ այդ ամեն ինչը նաեւ փոխանցվում է, բայց ոչ թե ուղղակի փոխանցվում է, որտեվ այդ պատկերը սենց մնում է երեխայի մեջ ու ինքը տրավմատիզացվում է, չէ, ուղղակի որտեվ մենք նույնիսկ նյարդային համակարգերը սոցիալական են։ Նյարդային համակարգ ուղղակի սենց ֆիզիկական բան չի։ Մենք մեր լարվածություններն ենք իրար, այո, փոխանցում, նույնիսկ ես վերջերս խոսակցություններ կան, sense մետաֆորիկ իմաստով, հա, հանրային նյարդային համակարգի մասին, որտեվ մենք ոնց որ ինչ տեսնում ենք, հա, փորձում ենք դրան նաև ինչ որ ձևով չգիտեմ, այդ կորեգուլյացիան ոնց է, հա, թարգմաններ, որ լավ արտահայտենք, էլի, այսինքն տխրությանը մենք բան ենք, տեսեք, որ մենք ոնց էս, ոչինչ, ու գնում է այդ, ու այդ գնում է, այսինքն կան մեխանիզմներ, որոնք լրիվ լեգիտիմ կերպով կարող են բացատրել, թե ինչի մենք անհատի մակարդակից բացի նաև կարող ենք կոլեկտիվ մակարդակին վերագրել տրավմատիկ կամ հետ տրավմատիկ ինչ որ բան է, այսինքն սա մի օրինակ է, այո, ինքը մեկը այդ մեխանիզմն է, որը սենց ասենք հոգեֆիզիոլոգիական է, բայց կա նաև ոչ պակաս կարևոր, սենց ասած բառային դիսկուրսիվ, նարատիվ մակարդակը, հա, այսինքն մեդիան, առօրյական դիսկուրսները, այդ բոլորը տրամադրություն են ստեղծում։ Այո, որտեվ դու այնենց ոնց որ կնկարագրես կամ կձախողես նկարագրել քո այդ տեղի ունեցողը, նույնպես ազդեցություն ունի։ Իսկ հնարավոր է, որ վերբալ կամ տեքստային կամ չգիտեմ պատմությունների, երգերի մշակույթի կամ թեկուզ ֆիզիկական ինչ որ հատկությունների բնավորության էմոցիաների միջոցով չփոխանցվի պատմությունը, այսինքն որևէ կերպ խոսակցություն չլինի փորձառության, տրավմատիկ փորձառության մասին, բայց հաջորդ սերունդը որևէ կերպ դա կրի, ոչ մի տեղից լսած չլինելով։ Ոչ միայն կարա, այլև տենց հետազոտություններ կան, որ ցույց են տալիս, որ տրավմայի ոնց որ փոխանցումը միջսերնդային, ոնց որ հենց ցատկում է այդ հաջորդ սերնդի վրայով, գնում կպնում է հաջորդին, որովհետև ասենք, եթե քո հետ ինչ-որ բան է տեղի ունեցել, այս կամ այն հասակ մենք հազար օրինակ ունենք, չէ՞, ցավոք սրտի, մարդկությունը միշտ էլ իրար տրավմատիզացնելով ման է գա, այսինքն այն աստիճանի, որ նույնիսկ դժվար է ասել, կա արդյոք չտրավմատիզացված հասարակություն, հա, հա, քո հետ տեղի ունեցել հիմնականում ամենասենց խոսուն ամենաարտահայտված բաներից մեկը, որը տեղի ունեմ տրավմայից հետո եւ անհատական եւ կոլեկտիվ, դա լռությունն է։ Ես շատ կուզեի, որ մենք լռության մասին խոսենք։ Այդ լռությունն է, որտեղ մի քանի պատճառներով, նախ որտեղ դու չես գտնում քո հետ տեղի ունեցածը բառերի մեջ դնելուց է, որտեղ մի քիչ ինքը չափազանց դուրս է քո առօրյա փորձառությունից, չես կարող ավելի բնորոշ է այդ լռության
Չեմ կարող տենց ազգայնացնել, որտեվ այն ինչ որ մենք ասում ենք, կարդում ենք գրականության մեջ, այդքան էլ մենակ հայերի վրա չի արված, ավելի շատ հենց հրեական փորձից է գալիս, ռովանդական, այսինքն մերից էլ է գալիս, բայց հետազոտությունները, քննարկումները այլ օրինակների վրա են առավելապես, չի ասի թե մենակ մեզ է բնորոշ լռությունը, որ բան կար տենց տարածված, որ դե ես ինչս է ենթադրություն եմ անում, որ բանակը շատ մարդկանց համար տրավմատիկ փորձ էր, նույնիսկ ոչ պատերազմային ժամանակում, որտեղ դու դրիվ ուրիշ իրավիճակում ես գտնում, որտեղ շատ անարդարություններ կան տեղի ունենան, ու ինչ որ մասը նույնիսկ կարող է պետք է որ բանակում լինի, հա, բայց երբ որ մարդիկ բանակից հետ են գալի, իրանք երբեք չեն պատմում։ Բոլորը երբ որ իրանց հարցնում են, իրանք ասում են նորմալ էր։ Ես ոչ մեկից անձնական չեմ լսել բանակի վատ պատմություններ, կարող է շատ տարիներ հետո արդեն, բայց երբ որ իրանք նոր են հետ գալի, իրանք սա ասում են նորմալ է։ Հա, ես ուզում եմ ավարտել, ուզում եմ հալա։ Միտքը չի ավարտել լռության մասով։ Հեսա այդ ավարտեք, բայց ես կուզեմ մի հատ ընդհանուր բնութագրում եւ ձևակերպում տանք ընդհանրապես ինչա կոլեկտիվ տրավման, որ սահմանում տանք, հասկանանք ոնց գնանք դրա շրջանակում։ Այդ շատ դժվար է ընդհանրապես սահմանել, ես այտենց սահմանումներ տալուց այդքան ուժեղ չեմ, բայց եկեք սկսենք անհատական տրավմայից, հա, սովորաբար ինչն ենք համարում տրավմատիկ, երբ մարդու հետ տեղի ունենում մի բան, նույնը կարող ենք պատկերացնել հասարակության, հանրության, կոլեկտիվի հետ, որը գերազանցում է նրա այդ ամենը մշակելու այդ փորձառությունները, հա, յուրացնելու, մշակելու, հասկանալու, հա, եւ հաղթահարելու կարողությունները։ Եթե նույնիսկ մենք համեմատենք ֆիզիկական տրավմայի հետ, հա, ինչով է ուղղակի կտրվածքից կամ փոքր բանից, հա, ասենց վնասվածքից տարբերվում տրավման, այո, որ ինքը շատ այո, երբ տրավմանն է, երբ որ քո հյուսվածքների վրա հարվածը շատ մեծ է։ Ավելի մեծ է, քան այդ պահին քո օրգանիզմի կամ տվյալ հյուսվածքի կամ ասենք օրգան համակարգի ունեցած կարողությունը վերականգնվել, հա։ Եվ դա անհատի մակարդակում իր դրսևորումներն ունեն այդ պահին ոնց որ ռեսուրսների պակասը, հա, ոնց որ եւ նաեւ հանրային մակարդակում նույնպես կարող ենք ասել, որ հանրային մակարդակում էլ կոլեկտիվ տրավման դա ոնց որ տվյալ հասարակության հյուսվածքի խաթարումն է։ Հենց հարաբերությունը հյուսվածքը եւ երբ այն հարվածը, որը տեղի ունեցել, ավելի մեծ է, անհամազոր մեծ է, քո կարողությունների ռեսուրսներին դրան արձագանքելու եւ հաղթահարելու։ Եվ այս դասական ինչ որ sense ավելի շատ sense ոչ թե լիարժեք սահմանում տանք, այլ ոնց որ նկարագրենք, հա, թե ինչի պակասից ու ինչի ոնց որ հա, դինամիկ բնութագիրը էս։ Բանը, ըստե իմ համար խնդիրը սահմանման մեջ է նա, որ այսինքն ցանկացած ֆորս մաժորը պետքա տրավմայի բերի, որովհետև ինքը միշտ ակնկալիքներից ավել է լինում։ Ախր ակնկալիքները չի, քո ռեսուրսները դա հաղթահարել, որովհետև դու կարա անակնկալ լինի, բայց դու մոբիլիզացվես եւ հաղթահարես։ Բայց օրինակ տեսեք, երեխային խփելը տրավմա չի։ Ինչքան է որ մի քիչ առաջ խոսում ենք, հիմա կարող է վուլգար հնչի ասածս, բայց երբ որ դու խփում ես երեխային, դա տրավմա, դա ցավոտ բան է, դա ստրես է, դա կարենչ, բայց դուք պատկերացրեք երեխայի, որը բռնության է ենթարկվում։ Ես չէի ուզի լղոզ էինք սահմանել, էլի մի բան է խփել, մի ասենք իմպուլսիվ, մի անգամ, մի բան է, եւ դա դառնում է, եւ դա հա սիստեմատիկ, ու երբ դու գործ ունես բռնարարի հետ, որը առիթ է գտնելու, դա նորից անելու, եւ տեսեք ինչն է, ասենց երեխայի վրա ինչ է ցավոտ օրինակ է, բայց ինչի է խոսում եւ լավ ցույց տա, որտեվ երեխայի ռեսուրսները արձագանքելու օրինակ բռնարարի գործողություններին շատ սահմանափակ են, ինքը չի կարող, հետեւաբար իր հետ տեղի ունենալու տարբեր ներհոգեկան process-ներ, որով ինքը փորձելու է ադապտացվել այդ իրականությանը եւ դա անձնային բավականին բարձեցնեմ, այսինքն եթե ցավեց լացի, ցավը կանցնի եւ դա կհաղթահարվի, օրինակ այդ մի հարվածից կամ ընկնելուց թեկուզ, չէ՞, եկեք ընկնելու ոչ թե բռնության վրա բանանենք, թե ընկավ վերք եղավ, ցավեց լացի, կանցնի ու դա կանցնի ժամանակի ընթացքում, բայց եթե ինքը սիստեմատիկ ենթարկվում է ինչ-որ բռնության կամ ինչ-որ ֆիզիկական ցավի, դրա հաղթահարման ճանապարհը ավելի երկար է ու գուցե նույնիսկ շատ ավելի ծանր հետևանքներով, այսինքն ամբողջական բուժում չլինի։ Այդ սիստեմատիկի մասին մի հատ sense բան կա, որ այդքան էլ չեմ ուզում այդ օրինակը բերեմ, բայց օրինակ եթե չես ուզում կարող է չբերել։ Չէ, բայց որը հասկանամ էլի միջև վերջ։ Օրինակ շատ ամենատենց տրավմատիկ փորձերից որ կարա երեխան ունենա, այդ սեռական բռնությունն է, որ իր հանդեպ կիրառվում է,
բայց մենք գիտենք մշակույթներ, որտեղ դա նորմալիզացված է ու նույնիսկ միջև հիմա կան ցեղեր, որտեղ այնպես պրակտիկա կա ու հետազոտությունները ցույց են տալի, որ քանի որ դա նորմալիզացված է, ինքը տրավմայի հոգեբանական չի բերում, որտեղ Այդ ո՞նց են այդ հետազոտությունները ցույց տալի։ Չգիտեմ, այդ ես ինքս կարող գիտնական չեմ։ Հա, այս շատ բարդ թեմա է, բավական շատ թելերով, բայց հա ես օրինակ ցենց ավելի པարզ օրինակ բերեմ, օրինակ կարող է դու ապրում ես արդեն չեմ 14-13 տարեկան ու կյանքում քո ծնողը քեզ չի խփել ու այդ դեպքում նույնիսկ մի հարվածը կարա տրավմատիկ լինի ինձ թվում է, որովհետև դու ոչ մի մեխանիզմներ չունես դրանից պաշտպանվելու, որովհետև երբեք չես։ Լսի, ինձ թվում է խոսքը նրա մասին է, որ դա եւս տրավմա է, բայց ինքը այնքան ծանր չի, օրինակ, կամ կարող է հազվադեպ դեպքերում դա այնքան ծանր հետևանքներ թողնի, որ օրինակ վերածվի post-traumatic անհատական շատ տարբերություններ կան։ Գիտեք, սենց մենք կարող ենք շատ գնանք դեպի անհատական մակարդակ եւ օրինակ հոգեբանության մեջ կա այդպիսի հասկացություն մեծ տրավմա եւ փոքր տրավմա կամ զարգացման տրավմա, այսինքն developmental trauma։ Կարող է երեխային բռնության չեն ենթարկում, բայց ինքը պարբերաբար ոնց որ զրկվում է ինչ-որ բաներից, տեսնում է, չգիտեմ, սոցիալ-տնտեսական շատ բարդ վիճակ, վեճեր, զրկվում է նորմալ կրթությունից եւ այլն, այս ստանում է, չգիտեմ, վիրավորանքներ չի հասնում տենց որ մի անգամյա, ոնց ասեմ, տրագիկ կամ ասենք չի կորցնում հարազատ կամ բռնության չի ենթարկվում, բայց իր զարգացումը անընդհատ վնասվում է, զարգացումը, հենց երեխայի անձի զարգացումը վնասվում է, դա էլ է տրավմայի տեսակ։ Հետո ինձ թվում է արժե կներեք բաժանել ստրեսը ու տրավման։ Հա, այսինքն դա կարա ես էլ եմ ուզում ասել, եթե մենք ամեն ինչ անվանենք տրավմա, մենք չենք հասկանա, որն է ոչ տրավման։ Ու իհարկե ես հասկանում, որ այս խոսակցության շրջանակներում այդ հարցը չի լուծվելու, բայց այս վերջերս ես նկատում եմ այդ հակումը։ Բոլորը իրանց նաև ինքնանկարագրում են այս վերջից որպես տրավմա ապրածման, օքեյ, չկա ինձ թվում է տենց կենսագրություն առանց տրավմատիկ փորձի, որ ինչ որ տրավմատիկ դրվագների։ Հա, բայց նախ միշտ չի որ այն ինչ որ քո հետ տեղի ունեցել ցավոտ իրադարձություն կամ կորուստ կամ չգիտեմ պարտադիր չի որ նույնիսկ ինքը դա դառնա տրավմա դու կարող ես ուղղակի քո արդեն հասուն տարիքից քո ինչ որ հոգեբանական գիտելիքների դիրքից քեզ նորից այս կյանքի այդ փուլում կենսագրությունը ոնց որ գրելու հա քո համար ընթացքում որոշես որ այն ինչ որ տեղի էր ունեցել տրավմա էր հա բայց ուզում եմ ասել կարա այդպես լինի որ մենք հետ գնանք մեր կյանքի ինչ որ դրվագների ու վերաիմաստավորենք դա որպես տրավմատիկ իրադարձություններ, բայց այդ դեպքում մենք ուղղակի չենք կարողանա էլի ասել, լավ, որտեղ է վերջանում, չտրավման, որտեղ է սկսում տրավման։ Եվ երկրորդն էլ միևնույնն է, եթե նույնիսկ, չգիտեմ, եթե ոչ ամեն երկրորդ, երրորդ, այլ թեկուզ ամեն առաջին մարդ տրավմատիկ փորձառություն ունի իր կյանքում, դա արդարացում չի։ Ես նկատում եմ, որ երբեմն պոպուլար հոգեբանության մեջ մարդիկ այս երկուսը խառնում են, որ դա նույնիսկ ֆիլմերից է, երբ որ օրինակ հոգեվերլուծությունը ավելի sense պոպուլար դարձավ այն վախենում եմ սխալվեմ, բայց 50-ական 60-ականների ֆիլմերում էլ կար, չէ, Ալբերտ Հիչկոկի ֆիլմերում կար, որ ասենք ինքը մանյակ է, չգիտեմ, չգիտեմ, պահարանում բաներ ունի, կմախքներ ունի, որով հետո գնում է դեպի հետ, բանը իր փսիխոզի բան, հետո վերջում պարզվում է կամ կեսերից պարզվում է ինքը փսիխոտիկ է, բայց հետո էլ պարզվում է թե ինչու է ինքը փսիխոտիկ, որտեվ իր բռնացել է, այսինքն ռոմանտիզացվում, պրիմիտիվացվում, մի տեսակ պարզունակեցվում է այդ սխեման, թե ոնց մանկությունն իսկապես շատ ֆունդամենտալ ազդեցություն ունի, հա, եւ եթե տեղափոխեն կոլեկտիվ ոլորտ, ընդհանրապես պատմությունը շատ մեծ ազդեցություն ունի քո այսօրվա վրա, հա, բայց դա չի նշանակում, որ ոնց որ դա չի արդարացնում, էլի, ինչ որ քո հետ տեղի ունեն, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցել, մեկը երկու մարդ, երկու սուբյեկտ, երկու հասարակություն միշտ տարբեր կերպ են մեկը մշակում եւ դա շատ բաներից է կախված, շատ բաների գործոններից է կախված։ Ես բան, որտեվ ես շատ եմ այտենց մեղքեր գործելու այսօր ինձ թվում է, որտեվ ինձ միշտ մեղադրում են, որ ես այդրանով զբաղվում եմ, ես միշտ արդարացնում եմ, բայց ես ինձ օրինակ շատ է դուր գալի բան Սապոլսկի դանկյունը դրա վրա, որ ինքը գիտնական է կենսա հոգեբան, չգիտեմ ոնց է իր մասնակցությունը, հարցը ինչ է, իրան շատ անգամ կանչում են դատարանում ստուգել ոնց որ բան փորձագիտական եզրակացություն անել, մարդը տիպը ինքը հոգեբանական խնդիրներ ուներ, թե իրան կարելի է դատել։ Ինքը շատ անգամ գալիս է նրան, որ համարյա միշտ է ինչ որ հոգեբանական խնդիր, ինքը ասում է ես դրանով արդարացնում եմ, բայց ես չեմ ասում որ այս մարդուն պետք չի մեկուսացնել, որ ինքը վտանգավոր չի հասարակության համար։ Ասում է ինքը ուղղակի փչացած մեքենա է
ու դու պետք չի քշես փշացած մեքենան, դու իրան պետք է միտեղ կանգնացնես, իրան սարքեն, եթե հնարավոր է, եթե չէ вообще գցեն մի կողմ, բայց պատճառը կա, բայց դա արդարացում Հա, այսինքն կարելի է բացատրել, բայց ոչ միշտ դա դարձին ոնց որ արդարացում։ իրան ինքը հակառակ կողմն ասում, որ պետք չի ատելություն վերագրել ամեն մի տենց արարքին, որովհետև ես շատ անգամ հակառակն եմ ինքը կարծում, ատելություն։ երբեմն պետքա ուժեղ հակազդեցություն լինի, որովհետև ավելի լայն օրինակի վրա, օրինակ հանրությունների կողմից գործած հանցագործությունների, ենթադրենք ցեղասպանություն գործած ժողովուրդների նկատմամբ, այդ արարքի նկատմամբ, եթե չլինի հակազդեցություն, դա կարա հանգեցնի թողտվության։ Այսինքն դա կարա հնարավորություն միտում ստեղծի, որ դա նորից կարա կրկնվի, կարա ներվի, երբ որ չկա հակազդեցություն։ Ես կուզենամ մենք այս թեման մի հատ առանձին հետ գայինք սրան, որովհետև ինքը մեծ թեմա է, բայց էլ որ մի հատ հետ գանք լռությանը, որովհետև Որին հետ գանք, ասեք որովհետև դու ուզում ես լռության մասին ինչ-որ բան, եթե հիշում ես։ Հա, ես հիշում եմ, չէ, ոչինչ։ Ես ասում եմ այն մասին, որ լռությունը շատ հաճախ հանդիպող հակազդումներից մեկն է, եթե ոչ երկարաձգված փուլ, որը հետևում է տրավմատիկ իրադարձությանը, ու մենք ոնց ասեմ, լռություն ուսումնասիրելը շատ դժվար է։ Սովորաբար մարդիկ ուսումնասիրում են, ինչ որ մարդիկ ասում են, հա, հիմա եթե գնաս հասարակության ինչ որ հարցեր տաս, ինքը արդեն ի պատասխան քո ստեղծած հարցման ինչ որ բաներ կմտածի, կպատասխանի, բայց շատ դժվար է լռությունից դուրս գալ ու պատասխանել, ոնց ասեցի, այդ երբ փորձառությունը տեղի ունեցած ավելի մեծ է, քան քո լեզվական թեկուս, հա, ոնց որ կարողությունները դա նկարակ, բառերը, որի մեջ դու դա կարա դնես, դա դառնում է լռություն, դա տեսեք, նույն երեխայի մասին էիք, չէ՞, ասում, երեխայի մասին էիր ասում, որ մշակույթից մշակույթ տարբերում է, եթե կոպիտ ասած իր հասարակության մեջ դա ձևակերպված չէ որպես տրավմա կամ բռնություն կամ ան, ինքը դա չի իր համար, բայց այսա շատ մեծ դեբատի հարց է, այն որ ինքը դա չի պատմի որպես բռնություն, կամ չի իմաստավորի, կամ չի նկարագրի որպես բռնություն, արդյոք նշանակում է, որ իր մեջ խեղումներ, ապրումներ չկան, այդպես հայտնի գիրք կա, բայց գրքից առաջ էլ այդ հայտնի փաստը կա, որ գնում է դեպի մարմին, տեղի ունենում սոմատիզացիա խնդիրների շատ հաճախ, այդ հայտնի գիրք կա Body Keeps the Score, բանը մարմինը հիշում է, հա, ու հենց այն մասն է, որ երբ որ չես կարողանում արդյունավետ ձևով արտահայտվել, մշակել, այդ process անելն է, որ հայերենում ավելի լավ կուզեի մշակել, այսինքն քո այդ տեղի ունեցածը ինչ որ ձևով ինչ որ process-ներով անցնի ու դուրս գա ինչ որ ելք ունենա, ոչ թե լրվի, հա, վերարտադրել, հա, մշակել ու մշակել ու փոխել, էլի, այ երբ որ դա տեղի չունենում, հետա գնում դեպի մարմին ու ուրիշ հետազոտություններ էլ կան, օրինակ միջմշակութային, որոնք ցույց են տալիս, որ այն ինչ որ արևմուտքում մարդը կնկարագրի որպես դեպրեսիա, հենց հոգեբանական տեսակետից, հենց որպես ապրում, հա, ես անիմաստ եմ տեսնում այս աշխարհը եւ այլն, հա, օրինակ, հա, այսինքն կվերի էգզիստենցիալ բառապաշար, այդպես կնկարագրի շատ հաճախ, ասենք արևելյան կամ, չգիտեմ, հարավային հասարակությունում կնկարագրվի մարմնային սիմպտոմի դիրքից, այսինքն լյարդս լավ չի, մի ձև են չեմ, թույլ եմ, այսինքն երբ դու չունես գործիքները նկարագրելու, այդ ձև սոմատիզացման դու այդպես ես նկարագրում, բայց դա չի նշանակում, որ դա ֆունդամենտալ ազդեցություն չի ունեցել։ Օրինակ սեռական բռնությունը, որը ամենացավոտ բան է, ինքը մշուշի եւ լղոզման շատ մեծ բանի դաշտում է ապրումների առումով, հենց այն պատճառով, որ երեխան չի կարողացել այդ պահին հասկանալ ու նկարագրել տեղի ունեցած, ու դա շատ հաճախ իօգուտ բռնարարների աշխատում, բայց դա ես ուզում եմ բերել ամեն դեպքում անհատական տրավմայից կոլեկտիվին, ու ես բարբերաբար որ փորձում եմ վերհիշել ինչեր են մեր հետ որպես հանրություն տեղի ունեցել, ցեղասպանություն, պատերազմներ, երկրաշարժ, պատերազմ ու ինչ-որ sense սիստեմատիկ տեղի ունենում, հետո տեղահանություն, որը թեև անվանվում է էթնիկ զտում, բայց ամբողջությամբ տեղավորվում է ցեղասպանության ձևակերպման մեջ, COVID-ը, հա, կարող ենք ենթադրել, որ մենք պերմանենտ, այսինքն շարունակական տրավմայի մեջ ենք ապրում, կոլեկտիվ տրավմայի մեջ։ Ուստի մի հատ էլ հարցամ, արդյոք երբ որ տենց կոլեկտիվ տրավմա է ապրում ժողովուրդը, հա մենք դες կասկած չկա որ մենք տրավմատիկ փորձով ենք անցել, բայց արդյոք այդ տրավմատիկ փորձը ամեն անհատին վերագրվում է, թե ինչ որ մարդիկ ավելի հեշտ են այդ տանում, իսկ ինչ որ մարդիկ հենց տրավմա են ստանում։ Այ շատ լավ հարցաբույլ է, հիմա ես ոնց որ այդտեղ սկսեմ, ուզում եմ մի քանի պրովոկացիա ես անեմ, ի պատասխան ձեր պրովոկացիաների։
իրականում Փառք Աստծո բոլորը նույն չափով չեն ստանում այդ նույն հարվածը, այսինքն մենք ակնկալում ենք երևի թե չգիտես ինչի որ բոլորը պետքա օրինակ պատերազմի ժամանակ շատ ես հիշում եմ պատերազմի օրերին մարդիկ այն որ գնում էին մոլեր ու կար այդ շեյմինգը ինչու եք դու գնում մոլերը կաֆեների վայրն բայց նախ կյանքը շարունակվում է երկրորդն էլ մարդիկ այո տարբեր զգայունություններ ունեն եւ կոլեկտիվ տրավման նրա մասին չի որ ոնց որ անհատ ոնց որ վնասված անհատների ամբողջություն չի կոլեկտիվ տրավման տենց չի հավաքվում կոլեկտիվ տրավման հենց հասարակության հյուսվածքի խաթարումն է այսինքն շատ հնարավոր է որ որոշ մարդիկ շատ քիչ ազդվեն որոշ մարդիկ ազդվեն այնքան որ նույնիսկ իրանց համար դա դառնա շատ անհատական տրավմա նույնիսկ եթե իրենք անձնապես ինչ որ կորուստներ չեն ունեցել այսինքն դա կախված է հուզական տիպից անձնային պատմություններից մեր զգայունությունները շատ բանից են կախված հա բայց նույնիսկ եթե տենց էլի եմ ասում բարեբախտաբար անհամաչափ է բաշխվում անհատների ապրումների առումով հա այսինքն մեկը մի քիչ մեկ ավելի պինդա մեկ ավելի բան միևնույնն է հասարակությունը հարված է ստանում եւ այդ հարվածը հարաբերություններին օրինակ հիմա որ ասում են բևեռացում է տեղի ունեցել կամ ասենք չգիտեմ մարդիկ օտարվել են ապաթիկ են վան դրանք բոլորը ոչ թե նույնիսկ հայկական դրանք բանաձևային բաներ են հա պատերազմից հետո որը տրավմատիկ իրադարձություն է այսինքն մենակ պատերազմը չէ պատերազմը այն պարտությունը այն թե դու ոնց պարտվեցիր այն թե ոնց հայտարարվեց այդ պարտության մասին եկեք շերտեր տեսնենք հա այն թե այսօրվա մեծան ոնց երկրորդային տրավմատիզացում ապահովեց որտեվ այդ այսպես ասած graphic content-ը հա այդ ոնց որ վիզուալ բանը շատ մեծ է եւ ինքը մի կողմից ընտելացում է առաջացնում բայց մյուս կողմից ինքը մեկ է գնում աներ դեպի նյարդային համակարգ մեկ է չի կորում ոչ հա այսինքն իհարկե այդ մենք անցել ենք այդ բոլոր փուլերով եւ շարունակ բայց տեսեք ես մի քիչ վախում եմ ասել որ մենք պերմանենտ կոլեկտիվ տրավմայի մեջ ենք որովհետեւ դա նշանակում է որ մենք ինչի ենք դա ասում դա փորձենք հասկանալ որ մենք մեզ զոհ ենք տեսնում թե մենք էքսկլյուզիվություն ենք որոշակի ազգային տեսնում այդ պերմանենտ տրավմա մենք ինչի որտեվ եթե շատ ես մի քիչ այս վերջերս փորձում եմ sense եթե ավելի մենակ թեկուզ մեր պատշգամբից բայց աշխարհին ենք նայում մենք տեսնում ենք որ շատ հասարակություններ ցավոք սրտի իրենց պերմանենտ տրավմաների մեջ են եւ ինչի եմ սա ասում ոչ թե վիճարկելու համար հարցը այլ որ ի վերջո այսպիսի փուլերում երբ որ բոլորը բոլորին կներեք բայց կոտորում են եւ շատ վատ մութ տեղում է չէ աշխարհը ինչ ոնց ասած էվրիստիկ օգուտ ունի ինչ ոնց որ գիտական օգուտ ունի ամեն ինչ անվանել տրավմա այսինքն երբ որ բոլորը բոլորին տրավմատիզացնում են մի տեսակ այդ է ինձ մի քիչ հետ պահում որ հենց մեզ համարեմ այդ առումով առանձնահատուկ այդ հարցը ինձ մոտ առաջանում է երևի ավելի շատ մտահոգությունից նրա վերաբերյալ որ մենք ժամանակ չենք ունենում համ հաղթահարել եղած բաները որովհետև պարբերաբար ինչ որ նոր բաներ են կատարվում ու ինձ թվում է մենք չենք հասցնում այդ մշակման ընդունման չգիտեմ հասկանալու ընդ որում նաև միմյանց հասկանալու գործընթացով անցնել համ նաև մեկս մյուսին չենք հասցնում հասկանալ տեսնել մարդիկ անցել են ինչ որ տրավմատիկ փորձառությամբ թե չէ եւ քանի դեռ չենք մշակում մենք հաջորդին ավելի պատրաստ չենք լինում այդ մտավախությունն է ինձ մոտ առաջացնում այդ հարցը որ գուցե մենք պարբերաբար դրա մեջ ենք ու ժամանակամիջոց չենք ունենում հաղթահարելու ու վերլուծելու ես լրիվ կիսում եմ մտահոգությունը ու ինձ ուղղակի թվում է որ մենք նույնիսկ երբ որ մեզ այդ ժամանակը տրվում է մենք չենք օգտագործում ու այո այդ կասկադային տրավման են ինչ որ նկարագրում էր կասկադային այսինքն մեկը մյուսի հետևից իհարկե գնում է չենք կարող դա հերքել հա ես ընդհանրապես շահագրգռություն չունեմ հա շահագրգիռ կողմ չեմ հերքելու բայց ես նաև նկատում եմ որ այդ ասելը չեմ ասում քո մոտ ընդհանրապես մեր կոլեկտիվ նարատիվների մեջ ասելը որ մեզ կոտորել են եւ այլն դառնում է մեկ ինքնանպատակ ու գիտեք խնդիրը որն է ես ուզում եմ այդ մասն ասեմ գիտնական կա որ շատ ուսումնասիրել է այդ կոլեկտիվ տրավմայի եւ ինքնության կապի հարցը Հիրշբերգերը հենց ինքն էլ շատ լավ ցույց է տալիս թե ոնց է կոլեկտիվ տրավմատիկ փորձառությունը որպես հիշողություն նաև դառնում ինքնության մաս ու դա է բարթացնում
այդ վիճակից դուրս գալ նաև, որտեվ եթե դու դառնում ես մեկը, որի հետ դա տեղի ունեցել, ոչ թե ուղղակի որպես նկարագրություն, այլ որպես քո ինքնասահմանման մի մաս, ես հայ եմ, այսինքն մարդ, որին կոտորել է, հա, թուրքը, օրինակ եմ ասում, հա, շատ դժվար, որտեվ ինքնությունը, ինչքան է որ սենց չորսած, չշոշափվող մի բան, շատ իրական է հոգեբանական իմաստով, եւ շատ դժվար է դրանից փոկվել, կամ տեսեք դրա համար էլ հիմա երբ որ կոպիտ, չեմ վախեն ասեմ, շատ կոպիտ եւ նույնիսկ վուլգար միջամտություններ են արվում, մոռացեք, մոռանցանք, всё, գնացինք տներով, չի եղել տենց, դա նույնպես ինչ որ տրավմատիզացման տեսակ է, որտեվ դու այդ տենց անզգուշ չես կարող կպնել մարդու կոլեկտիվ հարց, կոլեկտիվ ինքնության հարցին, ոնց թե տեղի չունեցե, տեղի ունեցե, այսինքն կարող է չեն ասում ուղիղ տեղի չունեցե, բայց այն թե ոնց են ուզում փակել խոսակցությունը, երբ որ վերջապես մենք կարող ենք հակառակը սկսել խոսել, ընդ որում խոսել ոչ թե ազգայնական կամ այն պատրաստի են, չգիտեմ, գրական նույնիսկ գեղարվեստական գրականության բառերով, որոնցով sense մի տեսակ ներծծված են, այլ ավելի հենց տենց է գրագետ մեր մեջով անցկացնելով, ասելով որ եղել է, աշխարհին ասելով որ եղել է, ուժեղանալով ու պնդելով դրա վրա, այո, բայց մենք ինչ ենք անում, всё, չենք անում հիմա այդ վտանգավոր խոսա։ Այս էլ է խնդիրը։ Այդ չվերարժևորելու բանը, համել մարդկանց, որոնք անցել են այդ փորձառությամբ, թույլ չտալ, որ իրենք ինչ որ կերպ դա արտահայտեն, թեկուզ օրինակ գրականության, տեքստերի, չգիտեմ, գեղարվեստական այլ միջոցների օգտագործմամբ դա չարտահայտեն, դա բուժման ճանապարհ չի։ Կներես մի հատ օրինակ եմ ուզում բերել, ասեմ ոնց այդ համեմատությունը իմ մոտ եկա, որ օրինակ մեր այս պատերազմից հետո, որը ողբերգական ավարտ ունի, որ ողբերգական ելք ունեցավ, որևէ կերպ այդ հերոսների մասին պատմությունները շատ չեղան, շատ քիչ եղան, ի տարբերություն օրինակ, չգիտեմ, թեկուզ եւ ցեղասպանության ժամանակ այն քիչ հերոսամարտերի գովերքերի, այս դեպքում մենք չունեցանք այդ անհատական ոգեկոճման ակտերը, ինչը ոնց որ մոռացությանը մատնում ամեն ինչ, մարդիկ չեն կարողանում դուրս բերել իրենց միջից այդ ցավը երգերի միջոցով գոնե, իսկ չեն գրվում երգեր, պատմություններ։ Մենակ այդ չի, այդ այնա ինչ նարատիվ ենք մենք ստեղծում մեր մասին, այսինքն այսօրվա տրավմաները դառնալու են վաղվա ինքնությունը։ Ու եթե մենք գիտենք չեմ Սարդարապատի մասին գիտենք, հա, ու ինքը ինչ որ մեր ինքնության մասն է նույնպես, ինչպես եւ ինչ որ հանձնած տեղերը կամ ինչ որ մեկը մենք գիտենք, բայց Սարդարապատ էլ կար, չէ՞, իսկ ստեղ Սարդարապատ չկար։ Ու այս ինքնությունը արդեն ուրիշ տեղ է ոնց որ։ Բայց ես այդ մեկը կներեք կասկածի տակ էլի դնեմ, եթե մենք լոկալանանք, տեղայնանանք, այս երկրորդ պարտված պատերազմի դեպքում, մենք կարող է շատ հերոսական դրվագներ գտնենք։ Չէ, հենց գրվածի մասին եմ ասում, գրվածի մասին եմ ասում։ Ուղղակի ինձ թվում է, որ մենք գուցե մի քիչ ոնց որ ինչքան է որ տեսեք տարիներ անցել են, բայց պատմական կտրվածքով սա շատ փոքր ժամանակահատված է։ Ինձ թվում է, որ միևնույն է, ոնց ասեմ, ոչ պաշտոնական դիսկուրսներ իրանց ժամանակը եւ տեղը կգտնեն ինչ որ բաներ պատմելու, այսինքն ամեն ինչ չես կարող ռեպրեսիա ենթարկել, միաժամանակ բայց համաձայն եմ, որ գրանդ նարատիվը, այսպես ասած մեծ նարատիվը, ինքը ոնց որ պարտվողական է եւ ես շատ կուզեի, բայց ես տեսնում եմ նաեւ հետաքրքիր process-ներ եւ անմիջապես պատերազմից հետո երբ որ հոգեբաները փառք Աստծո, ես չեմ ուզում մեր դերը գերագնահատել, մեր ոլորտի նկատի ունեմ, բայց ի տարբերություն մեր նախորդ տրավմատիկ պատմական իրադարձությունների մենք մի քիչ ավելի ունեցել ենք նաև մասնագիտական դաշտի միջամտություն եւ 20 թվին եւ 23 թվին հոգեբաներ արագ արձագանքման մակարդակում աշխատել են, հետո եղել են նաև բարեգործական, մի խոսքով ինքնաբուխ նաև փորձեր խմբերի մակարդակում աշխատելու թերապևտիկ շահառուները ընդլայնելու, այսինքն ոչ թե մենակ անհատապես, այլև ոնց որ ազդված խմբերին, հա, այնպես որ իսկ դա որ նորից հիշեցնեմ են ասածս կորեգուլյացիան, այսինքն եթե մի խումբ մի քիչ ապակինվում է կամ մի քիչ ոնց որ հեռանկար է բացում իրան լրիվ դուրս է գալի լրիվ մութ վիճակից, ինքը նաև կարող է այդ նույնը փոխանցել մյուսին, այսինքն ես հույս ունեմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում ենք տրավմաներով անցնում, որտեվ հանկարծ պարզվեց, որ վայ մենք պետքա քաղաքականապես ինքնուրույն եւ հասուն լինենք, բայց չենք եւ այսինքն մենք լիքը հիմա այնքան առաջադրանքներ ունենք, շատ դժվար է եւ շատ դժվար է զուգահեռաբար մեր հետ տեղի ունեցած ամբողջը ապակինել, էլի ոնց որ ժամանակը մեզ այո, դա թույլ չի տալիս, բայց ես այնուամենայնիվ ինչ որ ուժեղացումներ
մեկ այլ հետազոտության արդյունքներ, եթե հետո ժամանակը թույլ տա, կասեմ, տեսնում ենք, որ մարդիկ ամեն դեպքում փորձում են այդ պարտվողական դիրքի մեջ չմնալ, փորձում են իրենց ոնց որ ազդելու կարողություն, ինչ որ բան փոխելու կարողություն իրենց անհատական կյանքում ռեալիզացնել եւ այլն։ Հիմա շատ հեռու գնացի, բայց ես շատ կարճ բան եմ ուզում ասել, որտեվ հիմա շատ հետաքրքիր է, ես տենց այդ հերոս բառի մասին սկսեցի մտածել, մի պահ ես սցենար էի գրում, որտեղ հրշեջների մասին պետք է լիներ, ու սկսեցի այդ հենց Մոսկվայում էր հետազոտել իրանք ոնց են ընդհանրապես գործի ընդունում, ու իրանք ոնց որ պարտականություններից մեկը հերոս լինելն է։ Այդ իրանք մոտ գրած է, որտեղ օրինակ չեմ, դու գալիս ես շուտով գործեցնում գրած է չեմ կոմունիկաբիլնի լինել կամ ինչ-որ լեզու իմանալ, իրանք մոտ գրած է հերոս լինել, որտեվ իրանք փրկիչ են, իրանք պետք է մարդ փրկեն առաջին հերթին, իրանք թեկուզ կյանքի գնով, բայց այդ նույնիսկ հերոսությունը ամեն անգամ չի նշանակում, որ դու պետքա զոհվես, ինքը նշանակում է, որ դու պետքա վտանգի ունենաս կարողություն ենթարկես քո կյանքը ուրիշների համար, ինքնա հաղթահարման, ինքնավերազանցման, այսինքն որ մենակ դու չես եւ այո որոշ համակարգեր օրինակ այդ փրկարարությունը, բանակը տալիս են sense թե հենց մարդուներ բան։ Ես շատ զինվորների պատմություններից գիտենք, որ շատ բան որ իրենք արել են այդ պահին, եղել է բոլորովին անանձնական մի բան։ Խոսքը վերջես շատ սկսել են արժեզրկել բառը հերոս, հա, երբ որ ամեն հարկատուն հերոս, հա, ես ինչ ինքը կորցնում է իր շատ կարևոր հենց լեզվամտածողական նշանակությունն է, որ հերոսը մարդու իմ համար ամենաբարձր աստիճանն է։ Այդ այնա որ ցույց տալի ինչով ենք մենք տարբերվում կենսաբանական աշխարհից, երբ որ մենք այդ ինքնազոհության ինձ համար, հա, բայց ինձ համար մեկ է, դա այս վերջերսի հարց չի, հերոս բառը միշտ շահարկվել է քաղաքական նպատակահարմարություններով եւ անձնական նպատակահարմարություններով եւ մարդիկ շատ հեշտությամբ ճամփում են ուրիշի երեխուն հերոսանալու։ Ես կուզեի որ մենք քանի որ մենք հիմա շատ կարևոր ինքնարեֆլեքսիայի փուլում ենք նաեւ որպես հասարակություն եւ սա էլ է կարևոր ձևերից մեկը նույն այս տրավմաները հաղթահարելու, հա, ի վերջո, շատ կուզեի որ մենք մի քիչ կարողանանք ավելի ազնիվ նայել մեր որտեվ հերոս բառը շատ էքսկլյուզիվ եւ շատ բացառիկ դեպքերում պետք է օգտագործվի, բայց ես հիշում եմ միջև մեր պատերազմը ուղղակի մեջս մեղվել էր ու ես շատ ուժեղ ռեակցիա ունեի դրան, երևի մի թեթև կարող է բառերի վերաձևակերպման մակարդակում շփոթեմ, բայց հիշում եմ այդ 10 ապրիլյան պատերազմը 16-ներ, ինչ որ հուղարկավորություններ տղայի եւ մայրներ խոնարհված դագաղին եւ պաշտոնյաներից մեկը, որ չեմ հիշի ով էր, ասաց դուք մեզ տվեցիք տղա, մենք ձեզ տալիս ենք հերոս։ Դա չէ, բայց գիտեք դա ուղղակի ես չգիտեմ, բայց այն ազգայունությունը, որ մենք ձեռք ենք բերել ընթացքում, ես չեմ տեսել, որ որևէ մեկը այդ դրվագի մասին գրի որևէ քննադատական բան, բայց դա ամենաանմարդկային դրվագներից մեկն էր, որ ես տեսել եմ, այսինքն ոնց թե դու ինձ տալիս ես տղա, ես այդքան նորմալիզացված էր ինչ որ հերոս բառով կոպիտ ասեմ, բայց հերոս բառով փակվել է։ Իսկ ինձ թվում է որ մայրը չի ուզում հերոս։ Ես գայուն դաշտ եմ մտնում, բայց մասին ես ուզում եի այն բանի մասին ասել, որ ինքը ոչ թե նահատակվելու մասին է։ Ինքը մի քիչ նրա մասին է։ Հենց այդ շատ կարևոր ասեցի։ Ինչ անհնարինի սահմանին գործելու։ Օրինակի համար մարդկության հերոսներից մեկը իմ համար ցավոք դժանուն իրա չեմ հիշում, բայց մի պա ինչ որ խառնաշփոթի պատճառով։ Ուրեմն ինքը չի հաջողել հերոսության հարցում։ Անունը չէ։ Պետք է իմանամ, Վիկիպեդիայում կարաք մի հատ ասեք, կոմենտներում գրեք, ես վատ հիշողություն ունեմ, համել գրեք, Աշոտ դու հիմար ես, սենց է իր անունը։ Չգիտեմ, ինչ ուզում եք արեք։ Հələ պատ Իմաստը ինչ է, ինքը ատոմային սուզանավի վրա էր, ու ինքը պետքա ատոմային ռումբ ուղարկեր ԱՄՆ-ի վրա, հրաման էր եկել։ Ինքը հրաժարվեց այդ հրամանը կատարի։ Ինչով ինքը փրկեց մարդկությունը, կարելի ասել, կամ առնվազն միլիոնավոր կյանքեր։ Իրան գործից հանեցին, որտեվ ինքը ու սխալ էր այդ հրամանը շփոթման պատճառով էր եկել։ Այո, հա, հիշեցի, ճիշտ է, հիշեցի։ Այսինքն այդ հապաղելը ինչքան կարևոր է եղել։ Այդ մաքուր հերոսությունն էր, որ ինքը հասկանում էր, որ ինքը գնում է հրամանի դեմ, որ այդ իր համար շատ վատ հետևանքներ ա ունենալու, բայց ինքը հասկանում է, որ չի կարելի ասանել։ Ու այդ իմ համար հերոսությունն է, որտեվ դու անհնարին պայմաններում ամուրություն ես ցույց տալի։ Ես էլի վերադարձնեմ կոլեկտիվ տրավմային, տեղահանության տրավման, այսինքն քո միջավայրից, քո հայրենիքից հեռանալու տրավման ավելի ծանր է, քան օրինակ պատերազմի փորձառության
կոլեկտիվ տրավման։ Կա ինչ-որ տենց ծանրության տարբերություն, որտեղ ինձ թվում է, որ այդ սոցիալական կապերի խզումը, հետո արդեն ինտեգրման խնդիրները, որ կարող են առաջանալ տեղահանությունից հետո, գուցե անհատին ու հանրությանը ավելի լուրջ խնդրի առաջ են դնում, քան այն փորձառությունը, որը այդպես տևական չի եղել, այսինքն եղել է պատերազմ, որն ունեցել է սկիզբ եւ ավարտ, եւ դու գուցե ավելի շատ հնարավորություն ունես վերլուծել, վերամշակել, իսկ այն, որ դու կտրվել ես քո ամեն ինչից եւ չգիտես ուր ես գնում, գուցե այդ ավելի ծանր կոլեկտիվ տրավմա է։ Ես դժվարանամ կշռել, բայց իսկապես տեղահանության տրավման շատ ցավոտ մի բան էր, որ նույնիսկ մենք հոգեբան որպես աշխատելով տեսնում ենք, այսինքն մարդը հենց մենակ իր տնից դուրս գալը եղել է այնքան ցավոտ մի մեծ դրվագ, այսինքն մարդը չէր կարող պատմություններից եմ ասում, չէր կարողանում իր տնից դուրս գալ, պատերին քսվելով ատանեց դուրս եկել, հա, նույնիսկ այն ժամանակ, որ հաջորդ վարքյանին կարող է արդեն չհասցներ։ Իհարկե սա շատ ցավոտ թեմա եւ համաձայն եմ, որ երկարաժամկետություն եւ անորոշությունը ավելի բարձր են եւ ռեսուրսը հաղթահարելու մի քիչ ավելի փոքր է, որտեղ դու գնում ես նոր տեղ, դու ունենալու ես նաեւ վերամշակութայինացվելու, հա, այդ ինտեգրվելու խնդիրը, բայց ես կդժվարանամ էլի սենց կշերքի վրա սենց շատ ընդհանրական բաներ ասել, որտեվ նայած ում համար, էլի, մենք երբեք, ես գոնե իմ դաշտից պետք է խոսեմ, հոգեբանական, չենք կարող մոռանալ սուբյեկտին եւ նրա ոնց որ ասած մեկնարկային հնարավորությունները, հա, մարդ կա, որ իսկապես ավելի տոկուն է, ունի շատ պարզած ավելի կայուն նյարդային համակարգ, ունի լավ սոցիալական կապեր, ունի ֆինանսական լավ վիճակ։ Սրանք նույնպես շատ կոնկրետ ազգենա վրա, թե դու ոնց կվերամշակես, ոնց կհաղթարես տրավման։ Այսինքն եկեք տարբերակենք տրավմատիկ իրադարձություն եւ տրավմատիկ վիճակ կամ փորձառություն, հա, այսինքն այն ինչ որ քեզ հարվածել է մի բան է, բայց այն թե դու ոնց ես դիմավորել այդ հարվածը, դա արդեն մի շարք գործոն է։ Հետազոտություն կար, որ ասում էր մարդիկ, որոնք ավելի շատ ֆինանսական հնարավորություններ ունեն, բնականորեն իրենց մոտ հաղթահարումն ավելի հեշտ է տրվում, քան նրանք, ովքեր չունեն ինտեգրման։ Շատ պրիմիտիվացիան կարող է հոգեբանական ծառայությունների դիմել, այսինքն սկսած այդտեղից ֆինանսական վիճակ, էլ չասեմ, որ շատ կարևոր է առանցքային է հենց համայնքային սոցիալական կապը, սոցիալական կապիտալը, մարդ, որ ընդհանրապես բարեկամ չունի եւ ընկեր չունի նոր միջավայր, հատկապես թե տեղահանվածների մասին ենք ասում, եւ մարդ ով ունի այդ սոցիալական պահպանված կապերը, լրիվ տարբեր են։ Հետո շատ տարբեր պարամետրեր կան, մարդ, որը հոգեվոր ինչ որ արժեքներ հավատք ու եւ այլ ունի, կարող ավելի լավ դիմանա, քան նա, ով որ ընդհանրապես այսինքն այդ հոգեվոր հենարանը չունի։ Հենարանը չունի, շատ տարբեր են ռեսուրսները մեկնարկային մարդկանց։ Օրինակ, երբ մենք խոսում ենք, կներես, բայց շատ կարևոր է ինստիտուտների դերը։ Սա չեմ ասում, որ դա շատ երկար քննարկենք, շատ կարևոր է ինստիտուտների դերը, այսինքն մենք այն որ ես ասում եմ, որ մարդկանց մեկնարկային հոգեբանական կամ սոցիալական ռեսուրսները տարբեր են, դա չի նշանակում, որ դե թող ամեն մեկը գնա, չէ, այսինքն դիմավորող հասարակությունը, նրա ինստիտուտները ինչքանով են կարողանում այդ հարվածը ոնց որ մեղմացնել։ Միևնույնն է դա անհատական փորձառություն է, դա միայն կոլեկտիվ տրավմա չի, դա անհատական ծանր պատմություն է եւ դա ամբողջությամբ դու չես կարող քո այսպես պոլիսիներով, ինստիտուտներով լուծել, բայց դու կարող ես գոնե բուֆերային այդ ոնց որ նենց անել, որ այդ հարվածները մեղմանան ու գնալով մարդը վերգտնի ռեսուրսները, դառնա ավելի լիարժեք նորից իր սոցիալական գործառնության տեսակետից եւ այլն, այսինքն շատ կարեւոր է այդ զգայունությունները եւ բացի ինստիտուտների աշխատանքից շատ կարեւոր է նաեւ այն թե դու ոնց ես խոսում հասարակության մեջ այդ հարցերի մասին, այսինքն դու դրանով էլ կարող ես ավելի տրավմատիզացնել կամ հակառակը ոնց որ ռեսուրս տալ, իհարկե, այդ առումով իհարկե շատ բարդ փուլում ենք, որտեղ ոնց որ մի տեսակ պարադոքսի մեջ ենք, որովհետեւ կոպիտ ասած կոլեկտիվ տրավմային շատ բնորոշ եւ օրինաչափ, չեմ ասում արդարացվող, բայց օրինաչափ process-ներ են տեղի ունենում ագրեսիայի, ներքին ագրեսիայի մեծ կուտակում, խմբակայնացում, հասարակության ֆրագմենտացում, օտարումներ, ապաթիաներ, բայց ագրեսիան նույնպես ուզում եմ շեշտել, այսինքն մի կողմից այն ինչ որ բերել են այդ իրադարձությունները օրինաչափ են դարձնում նեգատիվ process-ներ, մյուս կողմից ապաքինվելու համար մեզ պետք են շատ պոզիտիվ process-ներ։ Դրա համար մենք պետքա ոնց որ այդ նեգատիվն է տեսնենք, կարողանանք
վերամշակել, ոչ թե ուղղակի էտել է մյուս ծայրահեղությունը, ոչ թե մատ թափ տանք, ասենք չի կարելի փակեք, վատ բաներ մի խոսեք, որտեվ այդ վատ բաներ խոսողն էլ է տրավմատիզացված։ Հա, ես էի ուզում հարցնել ու սա շատ իրար հետ էինք կարևոր մոմենտ է, խոսում, սա շատ կարևոր ինքն էլ է վայրենացած, ինքն էլ է կատաղած, այսինքն այս շատ բարդ խնդիր է եւ շատ կարեւոր է այդ հանրային համերաշխության զոնաներ ստեղծել, դիսկուրսներ ստեղծել ու որտեղ մարդիկ իսկ այդ որտեղից պետք է գա, այսինքն sense ներքևից այդ օրինակն եմ բերում, մենք ուրիշ թեմայի մասին ենք խոսում, էլի տենց բևեռացման դեպքում, էլի ինչ որ տենց հանրային վարքագիծ, այս դեպքում կոնկրետ ռասիզմի մասն էր խոսքը, տենց լայն քննադատվում է ու իմ համար այդ տարօրինակ process է, որովհետև ցանկացած հասարակությունում ռասիստները կան։ Ու երբ որ տենց հանրային մեծ քննադատություն ա գնում, իրանք ոչ թե տենց իրանք տենց խելացի մարդ չդարձան, որոնք հասկացան ռասիզմը վատ է։ Վայ չեմ անում, չի ֆայվել։ Դե որ դու ինձ քրփեցիր, ես հիմա հասկացա, որ սխալ է։ Իրանք սովորում են սուս մնան կամ նույնիսկ տրանսֆորմացվում է այդ ագրեսիան, ոնց իրանք նույնիսկ կարան սկսեն նույն ձև սաղին վիրավորել ու ասել է սխալ է, բայց իրանք մեջ ուրիշ բան մտածել։ Ու երբ որ պահ գա, օրինակ երբ որ Տրամպը եկավ իշխանության Ամերիկայում, սա հազարամյա որտեղից հայտնվեցին իրանք։ Իրանք միշտ էլ կային, ուղղակի իրանք սովորել էին սուս մնան, որտեղ զգում էին, որ կլիման սխալ է։ Այսինքն մենք ուղղակի սովորացնում ենք ոնց պետքա պահես այդ virtue signaling-ով, սովորացնում ենք ոնց պետքա պահես, որ մենք քեզ որպես svoj ընկալենք, դու հասարակության մարդ դառնաս, բայց հենց պահ գա իրանք նորից արտանալու են, որտեղ մենք չխոսացինք, մենք չքննարկեցինք, մենք ուղղակի իրար վիրավորեցինք, բայց հիմա որտեղից պետք է այդ քննարկումը գա։ Այդ ազդեցություն, հակազդեցությունը կա, բայց երբ որ դու անընդհատ տեսնում ես, որ նրանք, ովքեր ավելի շատ ռեսուրս ունեն, նրանք, ովքեր ավելի շատ պատասխանատվություն են կրում գուցե իրադարձությունների տեղի ունենալու հարցում, իրանց կողմից ավելի փոխըմբռնում պետքա լինի, քան նրանց, ովքեր այդ տրավմայի կրողն են, առաջին կրողն են, առաջին փորձառություն ունեցողն են։ Այդ հանդուրժողականությունը պետքա գա այնտեղ, որոնք ավելի շատ ռեսուրս ունեն, բայց մենք տեսնում ենք իմ կարծիքով, որ այդ մարդիկ քաղաքական խմբերը մի կողմից օգտագործում են տրավման իրենց շահերի համար։ Մյուս կողմից անընդհատ մատով սեղմում են այդ տրավմայի վրա ու կրկնակի տրավմայի են ենթարկում, նսեմացնելով, մոռացության մատնելով, այսինքն այդ տրավման հերիք չի մշակվում, մի հատ էլ օգտագործվում է տարբեր կողմերից։ Այո, գործիքայնացվում է ասենց քաղաքական նպատակներով, այո, եւ ինչքան քո լծակները, քաղաքական ռեսուրսները, կապիտալը շատ են, քան ավելի շատ, որ սա էլ է, գիտեք, նայած մենք որ տեսանկյունից ենք հիմա սա քննարկում, եթե արժեքային քննադատության տեսակետից ենք նայում, իհարկե սա ընդունելի չի եւ այո, իրենք կարող էին այդ կոճակները չսեղմել, եթե ունենային արժեքային այլ դիրք, այո, բայց իներցիայի օրենքը երևի հուշում է, որ մեծ հավանականությամբ սա պիտի տեղի ունենար, որտեվ եթե կա մի բան, որից դու կարող ես օգտվել, քաղաքական մակարդակում դու հաստատ օգտվելու ես, այսինքն այդ եթե արժեքայինից դուրս նայենք, մի քիչ ավելի sense պրագմատիկ վերլուծություն անենք, մենք կարող ենք տեսնել, որ օրինաչափ են էս օգտագործում, նորից արդարացնելի չեն, բայց օրինաչափ են եւ ես այդքան հույս չի դնի քաղաքական վերնախավի ըմբռնման վրա։ Ես համաձայն եմ, որ իրենք են կրում առաջին պատասխանատվությունը, բայց այդ մասին մեսեջը տեղ հասցնելու պատասխանատվությունը երևի գրում են հանրային ինտելեկտուալները, մեդիան, այսինքն թե չէ իրենք իրենց իներցիայով եւ իրենց ոնց որ արտոնյալ դիրքերով այդպես է կմնան, այսինքն մենք չենք կարող դնել իրենց բևեռացումը ձեռը տալ, ինչի՞ չէ, հարմար եմ բոլորը օգտագործում են իշխանության մեջ, բոլոր իշխանությունները։ Շատացվեց, օրինակ, տեսեք, մենք նաեւ որպեսզի չստացվի, որ մենակ մեր խնդիրները տեսնում ենք մեր process-ները տեսնում ենք մեր ոնց որ պրիզմայով քարտեզի ներսում, սա գլոբալ նաև գործընթացներ են, վերջին տարիների հետազոտությունները եւ ինձ թվում է աչքաչափն էլ արդեն ցույց են տալիս, որ մեդիան, ինձ ասելով նկատի ունենանք ոչ միայն լրատվական մեդիան, ընդհանրապես սոցիալական մեդիան, այսինքն հենց մենք քայլող սոցմեդիան շատ բան են էմոցիոնալիզացված է, այսինքն հուզականացված է եւ այդ հուզականացվածության մեջ առաջին գործիքը հենց ագրեսիան է, ջղայնության էմոցիայի վրա են աշխատում եւ վախի էմոցիայի վրա են աշխատում եւ դա գլոբալ տենդենսիա է եւ դրանով շատ հեշտ կարաս վարակես, կարաս շատ միտքը, որ մենք գաղափարների մասին, ցանկացած գաղափարը սկսում ենք ընկալել որպես հիվանդ վիրուս կամ բակտերիա, որի միակ նպատակը տարածվելն է։ Ոնց որ բակտերիան կարա կիսվի կամ ես կարամ օրինակ հիվանդ լինելով փռշտամ ու դու հիվանդանաս իրան շատացնելով, ասենց կարամ իմ գաղափարը ասեմ ու այդ գաղափարը կշատանա։
ու ոնց որ մեր օրգանիզմը խոցել է ինչ որ յուրահատուկ բակտերիաների համար ու խոցելի չի ուրիշների համար, մեր մտքային գաղափարները, մտքային բակտերիան ինքը մենք ավելի խոցել ենք կոնկրետ ջղայնություն, վախ, այդ էմոցիաները առաջինն են, որ միանգամից մենք խոցել ենք դա։ Որովհետև նույնիսկ ուղեղը ավելի արագ արձագանքում նեգատիվ ինֆորմացիային, էվոլյուցիոն, հա, բայց դրա վրա էլ են սա։ Ես անընդհատ երբ որ այդ թեմայի մասին մտածում եմ, այդ հանդուրժողականության մասին, իրոք մեղադրանքից զատ, որովհետև այդ մեղադրանքները չեն կարող չլինել։ Ես ուզում եմ, անկեղծ ուզում եմ ես հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր այդ ձեր ասած կնոպկան սխմում են տրավմայի վրա։ Փորձում եմ հասկանալ իրանց տրավմաները, փորձում եմ նաև ես պատկերացնում եմ թե ինչքան մեծ ատելություն է գեներացվել նաև վերնախավի նկատմամբ տարբեր կողմերից եւ ուզում եմ հասկանալ իրենք փորձում են հակազդել այդ ատելությանը, դրա համար են այդ դրսևորումները լինում եւ արդյոք այդ ատելության դոզան նվազեցնելով իրենց կողմից հակազդեցությունը եւս կթուլանա, բայց ես չգիտեմ դրա պատասխանը, որովհետեւ մենք ստեղ գալիս ենք այդ արժեհամակարգային հարցին, որովհետեւ եթե դա լիներ, ի սկզբանե այդ հակազդեցության ձևաչափերը ուրիշ կլինեին։ Հա, ես էլ պատասխանները չունեմ, բայց միևնույնն է դրանից անելիքները չեն չեղարկվում, նույն բազմամակարդակ անելիքներ կան ու մեր օրինակ հետազոտությունները, որ գնում ենք մարդկանց հետ ինտերվյուների, թեման իհարկե հենց կոլեկտիվ տրավման չէր, բայց դա միևնույնն է անուղակի սենց կարմիր գծով հատում այդ անորոշության, շատ բարձր անորոշության ապրումը, այդ որը գալիս է հենց ոչ վաղ պատերազմից ու այդ չլուծված հարցերից, տեսածից ապրումներ եւ այլն, այդ ամեն ինչը կան, բայց մարդիկ նաեւ միած sense ամեն մեկը չասեմ, բայց շատերը իրենց տեղում անցել են մի process-ով, որը մենք անվանում ենք հետտրավմատիկ աճ, հա, երբ որ դու ոնց որ սա չի նշանակում որ տրավման լավ բան է, տրավմայից ոնց որ կոպիտ ասած օգուտով ես դուրս գալի, ավելի լավ այդ տրավման չլիներ միևնույնն է, այսինքն տրավման ինքը չի բերում աճի, բայց տրավմայի հետ աշխատանքը, այն թե դու ոնց կվերաիմաստավորես քո տեղի ունեցածը բերում է աճի։ Օրինակ, լիքը երիտասարդներ ասում են, որ ես ուղղակի հասկացա, որ ես իմ տեղում պետքա լինեմ լավ մասնագետ, որ ես իմ տեղում պետքա օգնեմ ում որ կարող եմ, այսինքն անձնային ինչ որ իմաստավորումներ են տեղի ունենում, որ վերաիմաստավորումներ, հա, կյանքի արժեքի իմաստի, մարդիկ փորձում են, չեմ ասում բոլորը, ավելի ճիշտ ապրել։ Այս process-ներն էլ կան, ու չնայած դրանք միկրո process-ներ են, բայց ես շատ կարևորում եմ ու առիթը բաց չեմ թողում դրանց մասին պատմելու։ Դրանք կարևոր են, այսինքն, օքեյ, հանրային դիսկուրսը, մեդիան, ասած բավականին աղտոտված են, բավականին ասած ագրեսիվ են, վերնախավը չի խորշում դրանք օգտագործել, բայց կան նաև ներքևից ուրիշ process-ներ, երբ որ մարդը փորձում ավելի իմաստավորված ապրել իր կյանքը, ավելի խորանալ իր մասնագիտության մեջ, իր հարկերով ու իր մասնագիտական ոնց որ ներդրմամբ ավելի լավ նպաստել հասարակությանը։ Մենք կարող ենք չափել որ դրանցից որն է ավելի շատ շատ ու քիչը դժվար է, ավելի ինտենսիվ ու արագա նեգատիվը, բայց չգիտենք երկարաժամկետ ինչ ավելի շատ արմատներ կգցի, կարող է եւ այսօր մի քիչ առաջ խոսում էինք, ես իրան ասում եմ, որ ինձ թվում է, որ մենք 30 տարի ստանալու ենք, որ ամենտեղ մշակույթում, բիզնեսում, նույնիսկ քաղաքականության մեջ արցախցիներ են լինելու, որովհետեւ այն երեխաները, որ եկել են այստեղ հիմա սովորում են, իրանք գիտեն, որ ժամանակ չունեն կորցնելու, իրանք տեսել են արդեն աշխարհի ամենավատ բաները ու իրանք կենտրոնացած առաջ են գնալու, նույն ձև ոնց որ ցեղասպանությունից հետո մեր դիասպորան ամենտեղ շատ բարձր նվաճումներ ունեցավ, համ բիզնեսի մեջ, համ մշակույթի մեջ։ Ոնց մենք տեսանք, որ հայերը ինչ նվաճումների հասան ամբողջ աշխարհում ու մեծ մասը հենց ցեղասպանությունից փախած այրի։ Հա, բայց դրանք անհատական նվաճումներ են։ Մենք էս էլ պետք է տարբերակեն անհատական մակարդակը կոփինգի կամ ցաղթարման։ Պարտադիր չի որ գնա լծվի։ Հա, նախ այդ, այո, որտեվ մենք, հա, իսկ լիքը մարդ էլ չի հաղթարում, չէ, ու չի հասնում հաջողության, բայց նաև են որ անհատական մակարդակում դու կարաս հաղթարես, բայց դա չի նշանակում որ դա հանրային բարիք պետք է դառնա անպայման, բայց այն process-ներ որ ես եմ ասում, ավելի մանր բաները, որ ուղղակի մարդը ավելի համեստացել է, հասկացել է, որ ինքը ուղղակի sense մեծ չի կարա խոսա ազգային սնապարծության ինչ որ տերմիններով, որ ինքը պետք է գործանի, այդ sense մի տեսակ էթիկական վերանայումներ են տեղի ունեցել։ Հաջան մինչև համեստանալը սկզբի համար կոտրվել է, իհարկե, չի հասել համեստանալու մակարդակին, որտեղ դրա համար պետք է հասկանալ ոնց եղավ այդ կոտրումը։ Հա, դե դրա համար բազմա մակարդակ անելիքներ կան, սկսած
հետազոտություններից, այսպիսի մեդիա քննարկումներով վերջացրած, ասենք, արվեստի գործերով, կինոն մեր ինչպիսին է, մեր կինոն էլ է, տեսեք մենք վերնախավից ենք խոսում, բայց կինոն ինչ է, մեր, չգիտեմ, ես վերջին շրջանի հայկական արտադրությանը չեմ հետևում, բայց եթե վերցնենք այն ինչ որ հասնում է բոլորին, հա, համասայականը, էլի սնվում էր ագրեսիայից, երբ միացնեիր այդ սերիալը, մարդը մեկը մյուսին սպառնում էր աղջիկը սպանեմ արա դուս այսինքն այդ վերարտադրման իներցիայի մեջ էր այսինքն էլի օգտվում էին լսարան հավաքեր այդ բանը հարց առաջանում որտեղ բանել է ուզում ասեի քո ասացի մասին ավելի չեք ասի բայց ես ունեի մի հատ էլ բան ուղղակի ասեի այդ կնոպկա սխմելու մասին որ մինչև շատ հեռու չեն գնացել այդ սխմողների մասին որ մենք էլ մի քիչ տենց էլի արդարացնելով կարող բայց պետք է հասկանալ որ այդ նաև մարդկային վարքագիծ է որը չես կարող ակնկալես իշխանությունից, որ ինքը շատ է տարբերվելու հասարակությունից, հա։ Օրինակ victim blaming-ը, որը հիմա կառավարությունը շատ անգամ կիրառում է տեղահանվածների հանդեպ, այդ նույն victim blaming-ը հասարակության մեջ էլ է կիրառվում, հա, շատ հայտնի է դրվագ կա, երբ որ լիսարական բռնության հետևանքով ասում են, իսկ դու ինչ էիր հակել, իսկ ինչ էիր անում այդ ժամին ընդ, հա, այսինքն այդ նույն վարքագիծը, հա, զոհին մեղադրելու այդ բանը, հիմա մենք տենում ենք նաև ստեղ, ուրեմն ասում եմ, շատ ընդհանուր խնդիր է տրավմայի հետ աշխատելը նույնիսկ անհատական առումով, դեպի դու գալիս ես ու պատմես քո համար ինչ-որ տրավմատիկ փորձի մասին ու քեզ ասում են այդ հեչ այ իմ մոտ գիտես ինչ ա եղել հա այդպես բաներ են իսկ մենք շատ ենք դրա բախվում որ մենք հոգեբանորեն շատ հələ նոր ենք սկսում կրթվել նոր ենք ինչ որ տերմիններ իմանում իսկական ինչ որ process-ների մասին հարաբերում մեր փորձը տեսնում բռնում է այդ տերմինին թե չէ հա ժամանակ կար երբ որ մարդիկ ընդհանրապես չէին հասկանում ինչա մարդու հետ կատարվում ասում են դե լավ բան չգիտեմ փչի կանցնի ինչը խառնավե իրար ասեմ չա իհարկե լսես ակիչամ ես վար որ ասում ես արվեստի միջոցով բան դուրս կգա ստեղծագործությունների գիտական աշխատությունների ինձ մոտ հարց է առաջանում ոնց դա կարող է դուրս գալ եթե այս պահին մենք տեսնում ենք որ հնարավորինս սահմանափակվում է հնարավորինս ցենզուրայի է ենթարկվում ու ինձ թվում է ես իմ կհամաձայնեք իմ հետ ինչն է ցենզուրայի ենթարկվում խնդրահարույց կամ տրավմատիկ թեմաների մասին օրինակ հետազոտությունների ցեղասպանը ես հիմա սովորում եմ ԵՊՀ-ի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության մագիստրատուրայում թեզի թեմա եմ վերցրել Արցախի տեղահանությունը հիմա այնտենց երկար չկապեմ վերնագիր թեմա բան ես ինչ ես ամեն օր մտածում եմ որ մի օր այդ թեզը կարող է չհաստատվի չգիտեմ ես այնքան լավ կգրեմ որ հաստատվի վստահ չեմ կարող է վատ գրեմ էլի չնայած հավատում եմ որ լավ չգիտես որակի հարցը կլինի թե ցենզուրայի հարց նպատակահարմարության դրա նպատակահարմարության ամեն անգամ ես կասկածում եմ երբեմն հիասթափում եմ որովհետև տեսնում եմ որ օրինակ այդ ցեղասպանության թանգարան ինստիտուտ տնօրենին աշխատանքից ազատելու թեման կա այն պարագայում երբ որ դա չգիտեմ այդ պահին պետական քաղաքականությանը հակասող քայլ է եղել հիմա ես ոնց գնահատեմ ինձ համար անկանխատեսելի է թե գիտական աշխատանք որը ես պետք է անեմ պետական համալսարանում համարվելու է պետական քաղաքականությանը հակասող թե չէ եւ եթե շատ մարդիկ առնչվեն այս մտքերին, բախվեն այս մտքերին ունենան այս մտքերը, իրանց հետ կպահի, չէ՞ ինչ որ բան անելուց, գուցե շատերին հետ պահի։ Հիմա ես այդ փորձը անելու եմ, փորձելու եմ անել, որովհետև ես ուզում եմ այդ թեմա գրել, թե վերջում ինչ կլինի, հետո կքննարկենք, եթե թեզս պաշտպանեմ, կքննարկենք այդ թեման, եթե չէ, կքննարկենք այն մյուսը, բայց այդ միևնույնն է, այդ զգացողությունը, այդ մտավախությունները, այդ ցենզուրայի ենթարկելու դրսևորումները շատերին կարող է սահմանափակեն արվեստի ու գիտության մեջ դրսևորվելու հարցում, չէ՞։ Դա կասկածով ես նայում։ Ես հասկանում եմ բայց հայարփի մտավախությունը ու ես ինքս որպես մասնագետ, որը այս կամ այն չափով ոնց որ գործ ունի այդ նուրբ մատերիայի հետ, այսպես ասեմ, հա, այսինքն տեսեք, հիմա եթե ես ասեմ, գիտեք, դուք ցենզուրա եք ենթարկում, բան կասեն, չէ, ինչ ենք անում, գրեք ձեր համար ակադեմիական ազատություն, բան, բայց օդի մեջ մարդիկ անդադ զգում են, չէ, այդ չվերցնենք թեկուզ այդ բանը։ Դու զգում ես, որ կոնկրետ ազդակ չունեմ։ Այն թեման հաստատվել է։ Ես չունեմ կոնկրետ ազդակ։ Ես այդ եմ ուզում ասեմ, ես հենց ինձ մա դա եմ որսում, որ այն որ քեզ ուղիղ դեր ռեպրեսիա չեն ենթարկում, չի նշանակում, որ դու որսում ես դա, ասենք ինչ որ դիսկուրսների, խոսակցությունների, ձևակերպումների մեջ դու տեսնում ես դա ինչ որ sense ուղերձների մեջ դու տեսնում ես որ ինչ որ բան ուզում են վերա ոնց որ այսինքն
ես էլ եմ զգում պարբերաբար, որ անընդհատ իրականությունը խմբագրվում է, ասենց ասած, որ եկեք սրա մասին չենք խոսում, ասել, սա լավ չի։ Ես ուզում եմ ուղիղ ասել, թող դա լինի քննադատական խոսքը, լավ չի։ Այսինքն հանրությունը իր տարբեր շերտերով, ակադեմիական, թեկուզ ոնց որ բան հանրամատչելի եւ այն տարբեր լեզուներով եւ տարբեր բաներով պետքա կարողանա, եթե ունի հենց այդ ասա լռության մի ուրիշ ձև է, հա։ Կա լռություն, որը գալիս է հենց փորձառության դժվարությունից, որ չենք կարող լեզվի մեջ դնել, եւ կա լռություն, որը գալիս է մի խոսից, դա լավ չի, հակառակը պետքա օգնել, որ հասարակությունը չընկնելով հանդերձ ինչ որ ծայրահեղությունների գիրկը կարողանա խոսել, նկարագրել միջազգային թեկուս հարթակներում պատմել, հա, դրա պատմելու տարբեր ձևեր կան եւ մեդիան հաստատ միակ ձևը չի ակադեմիական ոլորտում դու այո պետք է ունենաս ներկայացվածություն եւ քո հեռանկարը, քո դիտանկյունը պետքա լսելի եւ տեսանելի լինի։ Սա շատ կարեւոր է։ Հիմա մենք ինչ process-ի մեջ ենք, ես ուզում եմ ես ասեմ, որ որպես արձագանք եւ որպես արձագանքում արփի հայարփի մտահոգություններին, որ ինքնափոքրացում պետք չի անել, շատ էլ որ դու վտանգների մեջ ես, շատ էլ որ քեզ սպառնալիքներ կան, ես հասկանում եմ, իրանք ուրիշ դաշտում են գործում, իրանք ավելի ականապատ դաշտում են գործում, բայց պետք չի խոսույթների մակարդակում ազգը ինքը իրեն փոքրացնի։ Սա կոչ է, տրվեք այդ կոչին, մեկնաբանությունները նույն կոչից հնչեցին, որտեվ ազգը կներես, այդ որ ասում են նուրբ մածերը, ազգը միայն պետությունը չի։ Ազգը շատ բարդ եւ ոչ եւ անշոշափելի, բայց իրական լիքը բաներից է կազմված, ազգերի հետևում ունի պատմություն, դրա մեջ կան սենտիմենտներ, միֆեր, բան, բայց դրանք էլ են պետք, այսինքն դրանք էլ լիովին ոնց որ ոչ լեգիտիմ չէ, այսինքն պետք է հասկանալ, որ այդ պետք է հասկանալ, որ բոլոր ազգերն էլ իրենց ազգակերտման մեջ ունեն, այսինքն պետք չի փորձել հանգեցնել, եւ հանգեցնել ինչ որ մի այսօրվա բան, ազգը միայն այսօրվան է, չէ, բոլորս գիտենք, չէ, այսինքն ուզում եմ ասել այս վտանգները, որոնք թեև բան չեն, պրագմատիկ տեսակետից ինչ եք խոսում մի կարեն բերեն, բայց իրականում ազդում են գիտակցության վրա եւ բերում են նրան, որ օքեյ, ես այսքան եմ, ես պարտվեցի, ես ոչինչ չեմ կարող, սա շատ վտանգավոր է հենց այս հաղթահարումների տեսակետից։ Ես կներես մի հատ անելա։ Ես կուզեի մարդիկ հանգիստ արտահայտվեին ամեն մեկ իրենց բնակավարում կարողանալ խոսել։ Մտավախությունը, որի մասին ես խոսում եմ, ես չեմ ուզում թվա, թե ես արհեստական ուղղճացնում եմ, ընդհանրապես նման միտում չունեմ, էլի չեմ ուզում արհեստական ինչ-որ վախի կամ ես ինչ բան տրամադրություններ ստեղծեմ։ Ուզում եմ հասկանալ ձեր մոտ այդ տպավորությունը կա, ու ինձ թվում է այն մոտ կա, որտեղ մենք չկա չես առնչ։ Այս արի գենդերային բան ասենք, դու չես կարա իմանաս ես ինչ է դա համաձայն կամ անհամաձայն, նայ։ Քո ասածը իհարկե կա։ Մենք հիմա տանում ենք ոնց է ԵՊ-ի կաֆեդրան փակվում, հենց մեր աչքի առաջ, բան համաշխարհային գրականության, երբ որ ուրիշ կաֆեդրաներ բացվում են, բայց պատրվակային որ կաֆեդրաները պետքա քչացնել, ոչ մի հասկանում ես ինչի մասին։ Հա, պաշտոնական մեկնաբանությունն է, որ վերաձևավորվում է, ինչ որ ինստիտուցիոնալ փոփոխություններ են լինում, կա մեկնաբանությունը, որ վերընթերցողները, դիտողները միակողմանի չլսեն ինֆորմացիան։ Ասածս ինչն է, ակադեմիական շրջաններում ցենզուրան, ճնշումը իրենքը շատ հայտնի գործոնա ու մեխանիզմա, որը շատ ենք տեսել, շատ նկարագրված է լավ սովետական ժամանակաշրջանում, թե ինչ գործեր դու կարա անել, ինչ չէր կարա անել ու ինչ օրինակ չեմ, նույնիսկ ես Սևակի ավտոբիոգրաֆիայում եմ դրա մասին կարծել, որ ինքը դրա պատճառով մեծ խնդիրներ ունեցել։ Այսինքն հայ, ես հասկանում եմ, որ իհարկե դու շատ ճիշտ մտավախ, ուղղակի ես չէի ուզենա արվեստը ստեղ խառնենք, որովհետև նայ, երբ որ դու գիտական թեզ ես գրում, դու նախորդ ընտրում ես թեման։ Այս թեմանից մեկը կարաս ընտրես, այդ թեմայով գործ անես, հետազոտություն անես, քո թեզը վերջացնես ու ստեղ եթե դու չունես զարգացրա օրինակ է գալիս։ Եթե դու չունես ինչ որ տենց ուր ես հետո այդ տանելու, այդ սա անիմաստ է դառնում։ Արվեստի շրջաններում ես չէի ասի, որ ես ընտրում եմ ինչի մասին եմ ես գրում։ Ու նրանից որ ես իմ սցենարը գրեցի ու իրան չեն նկարելու, այդ չի նշանակելու, որ ես չեմ գրելու այդ սցենարը։ Ես դրանով չեմ զբաղվում, որտեվ ես ինչ որ հաջողություն եմ փնտրում, եթե ես հաջողություն փնտրեի ու արվեստ ընտրեի որպես բնագավառ, ես ամենահիմար մարդկանցից կլինեի, որտեվ արվեստը ինքը այդպես հայտնի է նրանով։ Բայց դու չես նեղության տրայեկտորիա չունի հստակ։ Չես նեղվի, որ քո արվեստը չունեցավ լայն լսարան, հա։ Ես չեմ կարա դրանով չափեմ, եթե իմ ի սկզբանե մոտեցումը լինի
ոնց ես գրեմ այս ֆիլմը այնց որ ինքը լայն լսարան ունենա, ես սկսել Լավ եմ նպատակը որն է այդ արվեստի շտապ նպատակը, հո ինքնանպատակ չի, ինչ նպատակ ինչ որ կա նպատակ կա, արվեստին։ այդ շատ առանձին Եթե պետք է թեմա է։ կախես պատիտ օրինակ ինչ որ Այդ առանձին զգայուն թեման է։ թեմաներով քո արվեստի գործը կամ գրականությունը դնես դարակում, որովհետև քեզ դուր է գալիս, որ դու դա գրել ես։ Այդ շատ մեծ թեմա է, որը առանձին շատ է քննարկվում, մենք արդյոք աուդիտորիայի համար ենք անում թե չէ, բայց ես ուսումնասիրում ես լայն աուդիտորիայի համար չեմ անում։ Ես անում եմ այն ինչ որ ես կարամ անեմ, այն հույսով, որ այդ դուր կգա աուդիտորիային։ Եթե դու անդրադառնաս քաղաքական արվեստին, այդտեղ ավելի արտահայտիչ է լինելու ցենզուրայի հնարավոր ռիսկը։ Մենք կարանք մի հատ առանձին թողարկում այս թեմայով անենք, ես քեզ շատ եմ խնդրում։ Հա, 4-5 ժամանոց ցանկալի։ Հա, ես ուզում եմ գամ էքսպերտ որպես։ տեսեք այդ գրաքննությունը կամ ինք ավելի նրբին ձևեր ունի։ Եթե դու ավտորիտար երկրում չես ապրում, դա ստանում է նրբին ձևեր ու հենց ինտելեկտուալ ոլորտի վրա ազդում։ Ես ուղղակի մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, նույն էլի այս ցեղասպանությունների եւ դրանց մասին խոսել չխոսելու, հա, քան որ ուղիղ կապ ունի այսօրվա թեմայի հետ, նույն Գերմանիայում, որտեղ ես լինում եմ երբեմն հենց ակադեմիական կոնտեքստում, սենց շատ սենց բավականին արտահայտված, բայց ոչ, ոնց ասեմ, նուրբ ձևերով մարդկանց բերանը փակում են, որ օրինակ գազայի մասին չխոսվի։ Ակադեմիական հենց մակարդակում։ Այսինքն դու դեռ բայց դա ունենում է հետո ազդեցություն ամբողջ հասարակության վրա։ Ոնց կարծես թե թեման գոյություն չունի, այսինքն ունա Գերմանիան, քանի որ ինքը ունի մեղքը եւ ունի դա հրեական ժողովրդի նկատմամբ, հա, ինքը իր վրա մի տեսակ չափազանց մեծացել, ոնց որ կոչվում է հոգեբանության մեջ գերկոմպենսացիա, հա, բանա վերցրել, դեր, որ ինքը պետքա պաշտպանի է, բայց միջև որ աստիճան, միջև այն աստիճան, երբ որ դու ակադեմիական ոլորտում չես կարող ոչ միայն ուսումնասիրել, այլև միանալ ինչ որ բաների, օրինակ ստորագրահավաքների եւ այլ, կարծես այդ թեման գոյություն չունի եւ այդ թեման խնդրականացնելը լեգիտիմ չի։ Այսինքն հա, տեսեք ինչ ուզում եմ ասել, որ այդ գրաքննությունը ինքը բոլոր ինքը դառնում է ի վերջո ինքնագրաքննություն, հետո մարդը ինքը չի անում դա, ու դա ես էլ չեմ ուզում շեղվենք, բայց դա արվեստի վրա էլ կարա տարածվի, այնպես չի որ չի կարա։ Էմիգրացիան դրան ասում, երբ որ դու փակում ես ամեն ինչից ու քո այդ անօգնականությունից սկսում ես արդեն ներսդ ապրել, էլ ոչ մի բան դուրս չանել, էլի։ Ես կուզեմ հարմար պահի հաղթահարման ուղիներին էլ անդրադառնանք, թե ինչ միջոցառումներ պետք է անի պետությունը եւ թե ինչ դրսևորումներ ունենա հանրությունը։ Ես կհիշեմ այս հարցը այդտեղ։ Չէ, ես էլ դրա հետ կապված ունեմ ու հենց Գերմանիայի ու Իսրայելի հետ կապված, բայց միջև ես մի հատ բան հարցնեի, որ օրինակ, եթե մենք անձնական տրավման ենք դիտարկում, հա, ես ասենք թե փոքր ժամանակ տարել եմ ինչ որ տրավմատիկ փորձ ու ես մեծ կյանքում դրա հետևանքը տեսնում եմ նրանից, որ ինչ որ միջավայրում մտխոճապի նոպա է սկսում կամ ինչ որ OKR-ը ձևավորվում կամ ինչ որ ֆոբիաներ։ OKR-ը ասա, որ լսան օբսեսիվ կոմպուլսիվ, հա, հակապտություն վիճակների նևրոզները ինչ որ հետևանքներ կան շատ չափելի։ Բայց երբ որ մենք խոսում ենք զանգվածային կոլեկտիվ տրավմայի մասին, շատ սկսում է լղոզվել։ Մենք այսինքն ենթադրում ենք, որ ինչ որ հետևանք կա, որ ինչ որ ազգը սկսում է իրան ուրիշ ձև պահել, քանի որ տրավմատիկ փորձ ա ունեցել, բայց ոնց է տարբերվում ըստ տրավմայի, արդյոք այդ կարելի է Հա, դրսևորումները։ Հա, չափել բառը ես ընդհանրապես չի օգտագործի, որ նաև որտեղ մեթոդաբանորեն մի քիչ էս որակական հետազոտությունների կողմ եմ, բայց դրսևորումներ ասենք, ինչ բայց իհարկե չափել էլ է հնարավոր, այսինքն քանակական ցուցանիշներ, օրինակ տագնապայնության բարձր մակարդակ, հա, տեսեք, տարբեր ելքեր կան, հա, տրավմատիկ փորձառությունից լինում է օրինակ գնանք դեռևս անհատական մակարդակ, հա, մարդը կարա, տեսեք, տեղի ունեցածը չափազանց մեծ է իր համար, ինքը չի կարող դա այս պահին դրա ոնց որ դա հետ, հա, չի կարող դրա հետ գործ ունենալ, ինչ անում ինքը, շատ հաճախ ինքը անջատում է իրան։ Մենք տեսնում ենք, որ օրինակ հատկապես որ իրադարձություններն են, որ տրավմատիկ են, դրանք կորուստներն են, հա, դրանք նաև մասսայական ինչ որ, չգիտեմ, թեկուզ բնական աղետների ժամանակ կորուստներ են, պատերազմների ժամանակ, անհատական տրավմայի մասին եմ դեռ ասում։ Մենք կարող ենք ոնց որ սոցիալապես սոցիալական ակնկալիքների տեսակետից սխալ վարք տեսնել, օրինակ մարդը չի վշտանում, չի լացում, չի տխրում, ուրախանում, ահա հիհի, իրան պահմանից, սրանք դիսոցիատիվ բաներ են, այսինքն մարդը ինքն իրեն կտրում է անջատ, հա, որովհետև այդ իրականությունը այս պահին ինքը չի կարող գլուխ բերել, հա, մյուսը, հա, կամ այդ մի խոսքով այդ նույնի ոնց որ անալոգը,
հա, զուգահեռ նաև հանրային մակարդակում, մենք մեր վրա էլ տեսանք, այսինքն հենց ոնց ասած կենթանի ժամանակի մեջ, հա, ոնց որ հա, ուղիղ ժամանակի մեջ, մենք տեսանք, թե մենք ոնց ենք նաև երբեմն դիսոցացվում, նաև տեսեք, օրինակ պատերազմից հետո ես մեր հարցազրույցների մեջ շատ դուրս գալիս է թեման։ Մարդիկ շատ հաճախ պատմում են, որ այդ ինտենսիվ փուլում են, որ իրանք ամեն վայրկյան հետևել են լրատվությանը պատերազմի ընթացքում։ Հետո իրանք մի երկար ժամանակ, իսկ որոշ մարդիկ միջև հիմա ոչ մի բանի չեն հետևում։ Սա էլ մի ուրիշ չափում է եւ ասպեկտ է տրավմայի, այդ մեդիայից ստացած տրավման, հա, այսպես ասեմ, կամ երկրորդային տրավմ, երբ որ ինքը էլ չի կարող մեդիան, ինքը իրան էս էլ է դիսոցիացիա հանրային մակարդակում, ու ինքը վտանգներ ունի, որտեվ դու սկսում ես այլևս չհետաքրքրվել հենց քո իրականությամբ, բայց իրականությունը շարունակվում է դրանից, չի ոչ միտեղ չի կորում։ Օրինակ ռեակցիաներից մեկը այդ դիսոցիացիան է, որ դու ուղղակի փակվում ես, անջատվում ես, մի խոսքով, ռուբինիկ, հա, քեզ զբաղեցնում ես ուրիշ բան։ Դա շատ ոնց որ պաշտպանողական է, հոգեբանական տեսակետից ֆունկցիոնալ է, ճիշտ է, ավելի կա նաև ուրիշ ռեակցիա, երբ որ դու դառնում ես գեր զգոն, հա, դառնում ես տագնապային, ընդ որում նույն մարդը կարա փոխարկվի մեկից մյուսի միջև, դա նենց չի որ տարբեր տիպերի մարդկանց մասին եմ ասում, կա մարդ, որ ավելի շատ այս ստրատեգիայով է գնում, հա, ենթագիտակցաբար կա մարդ մյուս, բայց հիմնական մենք փոխարկվում ենք այս տագնապային էպիզոդներից հետո ընկնում ենք դիսոցիատիվ փուլերի մեջ, հա, այսինքն այդ տագնապայինը որն է, այսինքն այդ ֆլեշբեքերը անընդհատ կարող է մարդը վեր թռնի ինքն իր ոնց որ հուշերից կամ ձայներից, հա, այդ գեր զգոնությունը, գերարթնությունը, չկարողանա քնել, բոլոր հետո դա հանրային մակարդակում դա կարա դառնա, այսպես ասած, բան, այդ պարանոյալ ինչ-որ մի բան, բոլորը սկսում են իրար չվստահել, վստահության շատ սուրճ ճգնաժամ է տեղ ունենում։ Մենք հիմա եթե նայենք մեր հանրային հարաբերությունները, մենք կտեսնենք, որ հենց վստահությունը, կապերը, սոցիալական կապերը շատ տուժած են, մարդիկ գնալով խմբակայնացում են եւ իրենց համար ոնց որ վստահելի զոնաներ ավելի նեղան փոքրանում են նորից հետ դեպի ընտանեկան համակարգեր։ Այսինքն այս սենց ես չգիտեմ, հա, ասենք հարցդ կորցրեցի, բայց կարծես ինչ էիր ասում։ Ագին պատասխանեցի ինչ ես ուզում էի, բայց ուրիշ էլ կա։ Հա, ուզում ասեմ, եթե քանակական դրսում տագնապային, դու կարող ես չափել ստաբիլ հասարակություն, ասենք, օրինակ, չգիտեմ, օրինակ ստաբիլ հասարակություն Բելգիա կամ չգիտեմ, Դանիա, այսինքն վերցնենք արևմուտք, որը քիչ թե շատ կանխատեսելի կյանք եւ օրինակ ոչ թե արևելյան Եվրոպա, որը դեռ օրինակ ունի ապատերազմի սպառնալիք, հա, դուք կտեսնեք, որ այնտեղ ավելի երևի համաչափ է բաշխված, կլինեն գերտագնապային մարդիկ, կլինեն շատ ասենց ոնց որ դինջո մարդիկ եւ նորմալ բաշխում կունենանք, հա, քանակական լեզվով ասած, այսինքն մեջտեղը կլինի ամենաշատը, հա, միջին ցուցանիշները, բայց ոնց որ եթե վերցնենք մեր հասարակություն, ես չգիտեմ հիմա ինչ վիճակ լինի դեպի տագնապայնության առումով, չէ երևի, թե մենք ունենք հարցեր մեր այս հարցախույզի մեջ, որոնք վերաբերում են անորոշությանը եւ տագնապին, բայց դրանք անձնային տեստեր չեն։ Դրանք հարցեր են, պատկերացրեք, այսպես սոցիալ հոգեբանական, թե ինքը ինչքանով է անորոշություն զգում եւ այլն, բայց կան հենց հարցարաններ, որոնք չափում են մարդկանց տագնապայնության մակարդակը, ենթադրում եմ դա բարձր։ Հարցի մեջ նաեւ հետաքրքիր է, գիտես ինչ, որ տրավման ինքը սերունդեսերունդ փոխանցվում է շատ անգամ, հա, այսինքն մեր ցեղասպանության հետ կապված տրավման փոխանցվել է սերունդեսերունդ։ Ու օրինակ, եթե այս սերնդում դու կարաս շատ տրամաբանական բաներ տենաս, օրինակ, չգիտեմ, Լենինգրադի բլոկադայից հետո կենթանի մնացած մարդիկ երբեք ոչ մի կտոր հաց չէին գցում այլևս, որտեվ այդ տրավմատիկ փորձը, որ իրանց վարքագիծը փոխել է, շատ հասկանալի ուղիղ կապ է։ Բայց օրինակ ես երրորդ սերունդն եմ ցեղասպանությունից հետո, երևի, երրորդ կամ չորրորդ, հա, ու ինչ վարքագծային առանձնահատկություններ կան իմ մոտ, որոնք կարող են նույնիսկ ես չեմ նկատում, կապված նրա հետ, որ ես ոնց որ ցեղասպանություն տարած ժողովրդի ինչ որ զավակ եմ։ Ինձ թվում է այս հարցերի մասին պետք է իրար հետ մտածել, ես միևնույն է ընդհանրացնելուց կվախենամ, որտեղ հանրության տարբեր շերտեր տարբեր են, ի դեպ ռեգիոնալ տարբերություններ նույնպես կան։ Եթե դուք գնաք Սյունիք եւ խոսեիք ցեղասպանության մասին, ինչեւ էս մեր զգայունացումը, օրինակ, հա, 2020-ից հետո, իրանք այդքան իրանց համար այդ թեման չկար։ Եկեք անկեղծ, որքան ես ինքս մի կեսով Սյունից եմ, որքան ասենք թեև չեմ ապրել այնտեղ, բայց ում ասեմ այդ մարդկանց հետ ես շատ շփվել եմ
եմ եւ իրանց ոնց որ այդ հոգե սոցիալական տիպի հետ ավելի շատ եմ առնչվել։ Ինձ համար այդքան իրանց նարատիվում դա այդքան չկա, ինչքան դաշտավայրի ժողովրդի համար։ Այսինքն մենք պետք է դա էլ չմոռանանք։ Մեր այդ վարիատիվությունը, մեր այդ տարբերությունները, որոնք կային այդ ազդվածության առումով, էլի։ Դրա համար ինձ համար շատ դժվար է, ինձ թվում է որ շատ կարևոր է, շատ դժվար է ընդհանրացված խոսել, թե մեր հետ ինչ է անում։ Նայած մենք ասելով դու ինչպիսին ես քեզ գայուն ես համարում, դու քո անհատական ընտանեկան պատմության մեջ ունես վերապրող շատերս ունենք, ինձ թվում է, հա, մեծ մասս ունենք, բայց բոլորս չի որ ունենք, հա, դրանից էլ է կախված, քեզ ոնց է պատմվել դա, մարդ կա, որ ավելի շատ sense մետա նարատիվի մեջ է, հա, այսինքն ինքը ունի հայոց ցեղասպանության նարատիվը, բայց մարդ կա եւ դա ունի եւ անհատական պատմություն ունի ու ճշգրտված է իր մոտ այդ ամեն ինչը, շատ որովհետեւ ինձ պատմել են իմ ընտանեկան բոլոր դաժան այդ պատմությունները, երբ որ ես 30 տարեկան էի։ Հորքրս մի անգամ նստած էինք ու ինքս սկսեց հերթով պատմել։ Ես սարսափած առաջի օրը չէր, երբ Աշոտը 30 տարեկան։ Այդ 8 տարի առաջ։ Ես սարսափած այդ սաղ լսում եմ ու ասում իսկ ինչի երբեք չէիք պատմել։ Ինքս ոնց որ տենց որոշում էր, որ մենք ատելության մեջ չենք ուզում մեծացնենք երեխեքին, այսինքն տենց ոնց որ հիմա պա եկավ, տենց պատմում եմ, sense բաներ ա եղել։ Ու ես մի կողմից շատ հիացած եմ տենց գիտակից որոշումով, որ պետք չի խնայող, հա, երեխայի վրա բարթել այդ ամեն ինչը, ժամանակը կգա կպատմենք։ Բայց մյուս կողմից նա մտածում իսկ կարողա ճիշտը ժամանակին ինձ այդ տրավման հասցնելն էր, որ ես ինձ ավելի կապված զգամ ազգիս հետ։ Չէ, այ դու լավ ասի, պետք այդ կա պատմելու ձև երեխային, որը հենց տրավմա է, ոչ թե տրավմատիկ փորձառության պատմումն է, հա, ինչ որ իրեն համար հասկանալի միջոցում դու կարող ես ինչ որ հեքիաթներով դա տալ եւ այլն, այլ երբ որ դու դնում ես, ասում ես, գիտես, թուրքեր մորթել են եւ այլն, օրինակ, հա, ինքը չի իրա էլին վերադառնանք նա որ իր ռեսուրսներով այդ բա ինքը չի կարող դա արդյունավետ մշակել, հասկանալ, գիտակցել, տեղավորել իր ոնց որ հոգեկանի տարբեր դարակներում։ Դրա համար գիտեք, ինձ թվում է այստեղ հարցը ոչ թե նա պատմել թե չպատմել, այլ իսկապես ոնց պատմել։ Եվ այդ ոնցը շատ մեծ բազմազանություն է, շատ մեծ սպեկտրի վրա եւ պահանջում է որ իրոք հանրային կրթական մակարդակն է բավականին բարձր լինի։ Տեսեք, օրինակ ես այն որ դու մանկապարտեզի երեխային տանում ես ու դնում ես այնտեղ թեմա, թեկուս հանդեսների կամ բան, սպանել, մորթել, զոհ, բան կամ ասենք 5 տարեկան երեխան կանգնում է ու ասմունքում է, թուրք ասկյարը sense դա ինչ է տալիս քեզ, ոչ մի։ Եթե դու ուզում ես ոնց ասեմ, save անես այդ պատմությունը չկորցնես, հրաշալի է, իհարկե պետք չի կորցնել, բայց ոչ այդ 5 տարեկան երեխայի աղճատված պատկերացումների հաշվին։ Շատ ավելի կներես, շատ կարևոր է որ քո խաղաց դասը լինի ոնց որ շատ տարբեր ոլորտներով եւ շատ գիտակից, օրինակ, եթե դու դրա փոխարեն քո այդ 5 տարեկան երեխային սպորտի մեջ ուժեղացնես, հա, մտքի մեջ ուժեղացնես, այսինքն դու հասկանաս, որ քո հասարակությունը պետքա ուժեղ լինի, որպեսզի կարողանա ավելի ոնց ասեմ, պաշտպանունակ լինել, նաեւ հոգեբանականից մինչև ֆիզիկական մակարդակ, իհարկե մեծացրու ուժեղ անհատներ ոնց որ ի պատասխան են, հա, ոնց ասեմ, չէ, ի շարունակություն են դասի, որը քաղել ես, հա, այսինքն ես չեմ դրա համար եմ ասում, որ մոռանալը ճիշտ չի, իհարկե սա շատ, բայց նայած դու ինչ ես անում, տեսեք արդյունքում ես մի քիչ կարող եմ շատ կոպիտ բան ասեմ, բայց մենք եկել ենք մի կետի ենք հասել որպես հասարակություն եւ հիմա կարծես թե դրանից ենք սթափվում, որ մենք սովոր ենք, որ մեզ կարող են կոտորել։ Այդ բոլորովին չի օգնել մեզ պաշտպանվելու։ Այդ այն ձևով, որով մենք հիշել ենք ցեղասպանության մասին, չի օգնել մեզ հաջորդ կատաստրոֆան կանխել կամ ավելի դիմակայուն լինել դրան։ Եթե դու, հա, ինձ դպրոցում նորմալ բացատրած լինեն ինչա ցեղասպանությունը։ Ես չեմ հիշում, որ դպրոցում նորմալ բացատրած լինեն, հա, ինչա Արցախյան հակամարտությունը։ Ու երբ որ ես չափահաս տարիքում փորձել եմ հասկանալ ինչա հակամարտությունը, իմ մոտ sense մի հատ ապշանք էր, որ ինչի ուրիշ բան կարդացել ես այդ գրքերում։ Նո, ուրիշ բան չէ, այսինքն իրականության ինչ որ մի հատվածը, հատված, որ մենք ազատագրել ենք այս կողմից, բայց դա ինչի է տեղի ունեցել, ոնց է եղել, դա ինչ ռիսկեր կարա ունենա, բանակցում են, չեն բանակցում, ինչա բանակցվում, այդ բանակցային փաստաթղթերը իմ դպրոցում
սովորելու ժամանակ։ Գուցե կարար այդ մակարդակում չհասվեր։ Խնդիրն է, որ ակադեմիական մակարդակում է դա չի քննարկվել։ Այո, կարող է դպրոց պիտի չմտներ դա սովորելու ժամանակ, ինչը շատ էլի քիչ ինչ որ մաս եմ անցել, Աննան շատ ավելի շատ է մեր պատմության դասերին եղել, ես երբեմն թռել եմ դասերից, գուցե ինչ որ բան ոչինչ ես կորցրել։ Ամեն դեպքում մեր դասախոսը շատ գովեստի խոսքերի արժանացել, Աննայի կողմից վստահում եմ։ Մեր ժամանակ կներեք, գիտական լրագրողն է, կարդացեք Աննայի հոդվածները, Աննան Հայաստանում գիտական լրագրության առաջամարտիկներից է։ Ծանոթանում եմ, որտեղ ժամանակին ինքը բան անում, մեր մեդիա մոնիտորինգը որ անում է, ինքը իր հոդվածները լա լինում ուղարկում, ես ապշում եմ։ Այս կկարդական պայման։ Ակադեմիական մակարդակում էլ ես հակամարտության մասին մեծ պատկերացում եմ կազմել մենակ ինքնուրույն աշխատանքի շնորհիվ։ Ու այդ իմ համար տենց բան է, շատ սենց ինչ որ հետո երբ որ հասկացա, այդ կոտրվելը ավելի դժվար էր, էլի, ոնց որ չի տեղավորվում, ու ինձ թվում է մեր հանրությունն էլ դրա միջով անցել, ես եթե վստահ չեմ շատերն են ինքնուրույն կարդացել թե չէ, բայց եթե ես կարդալով հանդերձ եմ այդքան խոցվել այդ պատմության ելքից, ես պատկերացնում եմ մարդիկ, որոնք ինչ որ բաղի չէին լրիվ ուրիշ, ավելի այլ պատկերացումներ, հայոց պատմության դասագրքի ազատագրված Արցախի, ես չեմ ասում ազատագրված չի եղել իմ համար, անձամբ իմ համար ոնց որ այդ կամերային էին հանրությունից բան էի անում էլի արդարանում էի չէ պետք չի պետք է նաև սովորենք ազատ խոսել մի քիչ բառերի դժվար է լրագրող լինել ես բան ուզում եմ ասել որ դա շատ խոցելի է էլի լիքը հարցեր ունեմ կապված հենց տրավմայի հետ բայց գանք արդեն բան հաղթարելու նույնիսկ հաղթարելու ու ինստրումենտալ մեծ թեմա բայց մի հատ օրինակ էլ բերեմ նոր դու որ քո անհատական իմացության փորձառության մասին ասեցիր իմ հայրիկը Արցախյան առաջին պատերազմին էր մասնակցել ու ինքը անձամբ երբեք ոչ մի բան չի պատմել շատ դժվար էր իր հետ այդ թեմայով խոսալը ես տեսել էի ինչ որ դրվագներ չգիտեմ լսել էի որ ուրիշների հետ է խոսում բայց իմ մոտ այդ ազգային ազատագրական ոգին sense ձևավորվել էր զուտ նրանից որ ես մեր հին խորդանոցի սեյֆում տեսել էի իր ֆորման որով ինքը պատերազմի էր գնացել եւ դա չէր լվացել 25 տարի հա ես մինչեւ հիմա ունեմ այդ ֆորման մի անգամ լվացել եմ զուտ ցեցից հանելու համար էլի ու իր ընկերներին մեր տանը ու իմ մոտ առանց կոնկրետ խոսակցությունների այդ այնքան էր sense լրիվ ասում եմ ազգային ազատագրական ինչ որ սոց գաղափարների էր տանում էլի լրիվ այդ նկատի ունեմ այդ հիշողության փոխանցման մասը որ դա կարար ուղակի չլներ բայց անուղակի ձևով դա այո տեսարաններ ես պատկերացրել եմ բաներ որոնց ես ներկա չեմ եղել ես այդ պատերազմը չեմ տեսել գրքերում չեմ կարդացել ինչ որ բան բայց ես արդեն պատկերներ ունեի էլի հորինած ու շատ հավանական է որ ես հետո հաջորդ սերնդին փոխանցելու եմ այն որը ուղակի ուղիղ իմաստով իմ հիշողությունը չի փոխանցված հիշողություն է եւ դա իր մոտ է ձևավորվում։ Ընդհանրապես կոլեկտիվ հիշողությունը տենց է ինքը շատ տարբեր տեղերից է հավաքում եւ փոխանցման շատ անուղղակի մեխանիզմներ կան այնտեղ մենակ մարդուց այսինքն հա այս հսկական թեմա ընդհանրապես ոնց է կոլեկտիվ տրավման տեղավորվում կամ կոլեկտիվ հաղթահարումը տեղավորվում կամ ոնց որ դուրս մնում հավաքական նարատիվից այստեղ շատ դերակատարներ կան եւ շատ process-ներ կան եւ նարատիվը պարտադիր չի որ միատեսակ լինի ինձ թվում է որ շատ կարեւոր է որ մարդիկ կարողանան շատ տարբեր ձևով պատմեն եւ նաեւ կարողանան այն մարդիկ խոսել որոնք ասում են ես օրինակ հա ես չեմ ուզում պատերազմի մասին խոսենք ես չեմ ուզում ցեղասպանությունից խոսենք ես կարծում եմ որ այդ մարդիկ էլ կարողանան տեղ ու ժամանակ ունենալ այդ մասին ասելու իրենց դա էլ է չէ ոնց որ մոտեցում որտեվ մենք նաև եկեք ասել ասենք մենք հոգնել ենք նաև այս թեմայի անդադ նույն կերպ պատտվելուց եւ մարդիկ կան շատ ուժեղ ռեակցիա ունեն ասում են վերջ փակեք այս թեման այս մարդիկ էլ իրավունք ունեն էլի արտահայտվելու այսինքն ես կուզեի որ դաշտը ավելի բազմազան լինի եւ մենք կարողանանք իրար լսել տարբեր բայց իհարկե ավելի ընդհանուր նարատիվը ես կուզեի որ լիներ այնպեսին որ դու վերապրողն ես բայց ոչ թե ուղակի մեզ կոտորել են հա որտեվ այդ կոմպոնենտը կարծես գերիշխել այդ լալկանությունը հա ճիշտ է մեկ դա որպես բան ասած ինքնագովասանք կամ չգիտեմ մի խոսքով հպարտություն որ մենք հաղթահարել ենք մենք դեռ կանք եւ այլն բայց հիմնական մեծ լացկանությունն է ու անընդհատ նորից իրանցից վտանգի զգացում բայց օրինակ մեր խոսույթում չի եղել որ
մենք պետքա ուժեղ լինենք, որ մենք պետքա պաշտպաննակ դառնանք, դա այս հարվածից հետո է, որ քիչ-քիչ ձևավորվել է։ Եվ մենք կներես, բայց այդ սովորովի անօգնականության սինդրոմը ավելի գերիշխել է, այո, այսինքն դու, այսինքն դու ոնց որ դե մեզ էսեն արել, մենք էլ մի կերպ այստեղ ոնց որ միտեղ լրվել ենք, խելոք մնանք, մեզ հանկարծ բան չած, որտեվ այդ բռնույթ այստեղ մենակ տրավման չի, այստեղ ինչի մենք պատահական չի, որ մենք գնացինք դեպի բռնության թեման, որտեվ մենք նաև բռնության բռնության զոհականության բոլոր հարցերը գալիս են ու շատ կարևոր է թե դու քո հետ բռնության քո հետ տեղի ունեցած, քո հանդեպ տեղի ունեցած բռնության մասին ի վերջո որ դիրքից ես կարող եմ խոսել, դա էլ է խոսում նա մասին թե դու հաղթահարել ես թե ոչ։ Հիմա տեսեք, ասենք եթե դու անընդհատ նորից ոնց որ սպասում ես որ էլի քեզ կբռնանան, որտեվ դա է քո պատմությունը, դու մի տեսակ ինչքան է որ դա սարսափելի լինի որպես իրադարձություն, կոպիտ եմ շատ ասում, նույնիսկ կրկնում, բայց պատրաստ ես դրան, տեսակ։ Նոր, այսինքն դու ոնց որ չես, դու սպասում ես դա, դու քեզ դրա իմ ամենամեծ խնդիրը այդտեղ, այսինքն պատմել այնպես պատմությունը, որտեղ լինի փաստի արձանագրում, բայց լինի նաև անհամաձայնությունը դրա հետ եւ որոշումը, որ այդպես դու պետքա թույլ չտաս, որ լինի, այդ առումով մեր եւ հրեական նարատիվները բավականին տարբերվում են։ Եվ այդ որոշման մասը շատ կարևոր է, ինձ թվում է դա մի քիչ սաղմնավորվում է հիմա։ Ես ուզում եմ ասել, որ ճիշտ է, համաձայն եմ մենք վրա ինչ որ հարվածներ ենք ստացել, բայց մենք այնուամենայնիվ դրանք նույնը ես չի ուզենա բոլորը նույնի տակ անցկացնենք, որտեղ որը անընդհատ իր մոտ կյանքում վատ բաներ անում։ Մենք նորը վիճում ենք ու ինքը ասում է ես շատ նյուդաշնիկ եմ, էլի անընդհատ այդպես մի բան անում։ Ես իրան ասում եմ հակառակն է, դու շատ հաջողակ ես, որովհետև դու մինչև հիմա կանգնած ես։ Ես ուսում եի հիշեի, որ ինչ որ բան շատ տարածված բան էր, որ ամեն ցեղասպանությանը մարդիկ գրում էին ես կամ ու Թուրքիան ձախողվել է։ Այդ մոտեցումը լրիվ ուրիշ է, որ մենք կանգուն ենք մնացել։ Ինքը ուրիշ բան է։ Մի քիչ ավելի ոնց որ մաժորային, մի քիչ ես հասկանում եմ դժվար է, բայց մի քիչ ուժեղ, մի քիչ որ արդեն ինձ թվում է մենք այնուամենայնիվ ինչքան է որ հիմա իմ ասած պարադոքսալ հնչի, ուժեղացել ենք, մենք կարող ենք ավելի այլ դիրքից ոչ թե ուղղակի վայ մեզ սպանեցին, որտեղ մեր ֆիլմերն էլ էին այդպիսին եւ մեր ընդհանուր, չգիտեմ, շատ երգերը, եւ ես նաեւ կարծում եմ, որ մենք նաև չարժի որ նույնացնենք բոլոր փուլերը նույնպիսին չեն եղել։ Իրանք ոնց որ նույն իհարկե նույն ջրաղացին են լցվել, բայց տարբեր բան են։ Օրինակ ի տարբերություն 1915 թվականի, որտեղ դու չես եղել ես stateless, հա, անպետություն միավոր, ուղղակի ինչ որ մեկի ոնց որ քմահաճության ներքո, հա, դու հիմա ունես պետություն եւ դա ես չի ուզենա, որ նաեւ ես շատ զգուշ եմ, որտեվ եթե մենք ամեն ինչը համարենք ցեղասպանություն կամ ամեն ինչը համարենք բան, հա, մենք չենք տարբերակի։ Չէ, եկեք ցեղասպանության թեմայով առանձին մի հատ որտեվ այն ինչ որ հիմա տեղ ունեցել մեր հետ, դա պատերազմում շատ ծանր եւ դեռ իր հետևանքներով ծանր պարտություն է, որին մենք պատրաստ չենք եղել եւ որը տարբեր պատճառներ ունի։ Եվ որը իհարկե իր մեջ ունի նաեւ այո, ցեղասպանական, էթնիկ զտման լիքը էլեմենտներ, բայց որ պատերազմը չունի։ Ես ուզում եմ մի քիչ էլ մենք կոպտացնենք այս խոսակցությունը։ Չեմ համաձայնի, չէ, որովհետեւ պատերազմը որ մասի հետ, որտեղ պատերազմը առանձին դրվագ է, բլոկադան առանձին դրվագ է եւ տեղահանությունը առանձին։ Եթե մենք դրանց նայում ենք առանձին, ոչ տրամաբանական շղթայի քայլերի հաջորդականության մեջ, նրանք առանձին քննարկման տակ կարող են մտնել։ Բայց երբ որ քայլերի հաջորդականությունը դիտարկում ենք, առնվազն բլոկադայի ժամանակ տեղի ունեցած մի քանի դեպքեր, դրվագներ, օրինակ էլեկտրաէներգիայի այդ ենթակառուցվածքների փչացումը, էլեկտրաէներգիայի, չգիտեմ, անջատումը, այդ խողովակների հիվանդանոցների թիրախավորումը Ստեփանակերտում, Շուշիում, այն բնապաշտպանները։ Մի վարքան սրանք կոնկրետ ու ընդհանրապես ինչա ցեղասպանությունը, ցեղասպանության կոնվենցիան սահմանում է, ինչա ասում է SSS խմբերի նկատմամբ կատարված SSS գործողությունները մտադրությամբ նրանց լրիվ կամ մասնակի ոչնչացման, հա։ Հիմա երբ որ մենք այս շղթայի մեջ դիտարկում ենք այդ կոնվենցիայի թվարկումներից առնվազն երկուսը, ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնք հանգեցնում են մահվան, տեղավորվում է, հետեւաբար այդ իրադարձությունը տեղավորվում է ցեղասպանության սահմանման մեջ։ Իսկ էթնիկ զտումը ինքնին ինքը
ինքը քրեական հոդված չի միջազգային իրավունքում, ինքը քրեականացված չի, ինքը ընդհանրապես նկարագրողական եզրույթ է։ Հա, եւ արժեքային է, շատ որը դատապարտման։ իդեպ հանցագործների Սերբիայից, Հարավսլավիայից հանցագործների բերանից դուրս եկած արտահայտությունը, որը հետագայում մտել է միջազգային իրավունք։ Հա, տեսեք, ես չեմ վիճարկում, որ դրա համար ասում եմ, դեղ եղել է ցեղասպանական կոմպոնենտ, բայց երբ որ դու քո վրա հարձակվում է պետություն եւ դու պետություն ես, ու ասում ես մեզ ցեղասպանում են, դու դրանով ոնց որ հարց չես լուծում, այսինքն դու ունես բանակ, որը, չգիտեմ, լավ կամ վատ, հա, դու ունես բանակ, դու պետքա փորձես այդ պատերազմը, հիմա մենք լրիվ ուրիշ դաշտ մտանք, մենք ինձ համար շատ դժվար դաշտ, որ պատերազմն է, որտեղ ոնց որ իհարկե կուզեի կենացներ ասենք, ասենք Իրանի պատերազմ չներ, բայց փաստն է, որ պատերազմ կա ու ցանկացած պատերազմ ինձ համար կոնկրետ շատ մեծ հարցական է, որ կա օրինակ շատ զայրանում եմ ես նաև որպես մասնագետ համաձայն չեմ, երբ որ ասում են պատերազմի ինչ որ լուսաբանման ընթացքում կիրառվել է ոնց որ չգիտեմ, այս ինչ կոնվենցիաներով արգելված զենք, ոնց որ խաղ է պատերազմը, այս ձևով սպանել կարելի է, այս ձևով սպանել չի կարելի։ Որևէ պատերազմի ես չգիտեմ, որտեղ քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներ եւ քաղաքացիական բնակչությունը թիրախավորված, սպանված չլինի, բոլոր պատերազմները դա ներառում են, բայց մինչեւ հիմա մարդկությունը իրան հույս է տալիս, որ ինքը նորմեր է պահպանում ու որ այս է քխասաբա։ Հիմա ես համաձայն եմ, որ եղել է եւ մտադրություն եւ մասամբ իրանք մասամբ բարեբախտաբար հասել են իրանց ոչ թե ամբողջությամբ իրենց ես չեմ դա չեմ վիճարկում, բայց ես ասում եմ, որ այն պատմական դրվագի համեմատ սա ուրիշ է, ու երբ որ դու նույն էմոցիաներով ես եւ նույն նարատիվներով ես արձագանքում տեղի ունեցածին, դու նաեւ կորցնում ես քո հնարավորությունը այդ իրադարձությանը ուրիշ ձևով, հա, ոնց որ ուրիշ ձևով առերեսվելու եւ դրան դիմակայելու խոսքը դրա մասին է։ Ոչ թե իրանց եմ մաքրում, հա, այլ այն թե դու ոնց կնայես այդ հարցին եւ եթե տանես, ահա, մեզ էլի ցեղասպանում են, ես էդ էի հիշում, անդադար, բայց եթե դու դա ասես, դու արդեն քանի որ ունես զոհականացվածության շատ պրոբլեմատիկ պատմություն, դու չես պաշտպանվի առանձնապես, այդ խնդիրը ունենք մենք։ Դա պրոստը այդ ցեղասպանության տերմինի հարցն է, ըստ իսկականից ես շատ եմ լսել այդպես մտածելակերպ, որ Արցախի հայերի տեղանումը ինքը 15 թվի շարունակություն էր, բայց դու շատ լավ բան ասիր, որ մենք 15 թվին մի ձևով կարենք մենակ պաշտպանենք դրանից ու այդ ձևը շատ սահմանափակ էինք։ Ստեղ մենք լրիվ ուրիշ մեթոդներ ունենք ու մենք պետքա եթե մենք հետազոտելու ենք այս ինչքան նմանեցնում ենք, այդքան է պետքա տարբերակենք, ես շատ եմ դա կարևորում, sense ասեմ, հա, սովորենք այդ ձևերը։ Եթե շատ կարևոր եմ դիֆերենցիացման սկզբունքը, մենք պետքա կանենք դա։ Բայց եթե այս հարցը դիտարկեք պատասխանատվության տեսանկյունից, այդտեղ համեմատական, կա համեմատական ցեղասպանություն ոլորտը, որտեղ համեմատվում են ցեղասպանությունները իրենց մտադրության աստիճանը, ապացուցման աստիճանը, գործիքակազմերը եւ այլն։ Այդ տեսանկյունից գուցե մենք կարողանանք, բայց իրականում էդ էլ է բան, ինձ թվում է շատ խնդրահարույց նարատիվ ինչի, որովհետև հрьяաները հոլոկոստը բացարձակացնելու սինդրոմ ունեն, որ դա միակ բացարձակ եւ իդեալական չափով ցեղասպանությունն է, ասա նմուշային, էլի, եւ դա ոնց որ խնդրահարույց է, տենց համեմատություն չի կարելի անել, պետք է համեմատել գործիքակազմերի, միտումների եւ այլ տեսակետներ։ Նույնիսկ քննարկում կա, այսին պետք է համեմատել, թե չի կարելի համեմատել, նույնիսկ այդ որտեվ լավ ու վատ ոնց որ իդեալական կամ պակաս ցեղասպանություններ չեն լինում, բայց ես ասում եմ, երբ որ մենք պատասխանատվության դիտանկյունից նայենք այս իրան ցեղասպանություն կոչելու, փորձել ապացուցել, որ դա ցեղասպանությունն է եղել։ Իհարկե ցավոտ է ընդունելը, որ երբ որ դու պետություն ես եղել եւ պետություն լինելով հանդերձ քո նկատմամբ ցեղասպանական գործողություններ են եղել, բայց պատասխանատվության տեսանկյունից դա հնարավոր է ապացուցել եւ հանցագործին, որը մի նպատակ է ունեցել ցեղասպանելու, կանչել պատասխանատվության։ Իսկ երբ որ դու իրերը չես կոչում իրենց անուններով եւ տալիս ես այդ հեղեղուկ եւ լղոզված էթնիկ զտում ձևակերպումը, ինչի տիրույթում ես կանչելու պատասխանատվության։ Սա արդեն միջազգային իրավունքի եւ ցեղասպանագիտության դաշտ է, ես ուզում եմ ուղղակի նորից մեծ բոլորից ասեմ, որ ես մեկը հոգեբանական տեսանկյունից եմ ասում, որը ոչ թե հակասում է այդ գործողություններին, այլ այն մասին է, թե մարդը ինչ մենթալ բաներով, հա, ինչ հոգեկան, ինչ մտավոր, ինչ հուզական պատկերներով է, հա, մարսում տեղի ունեցողը եւ եթե դու զոհի դիրքից ես սկսում հենց ոչ թե անվանում ես, ախր մենք ոչ թե ասում ենք, ոնց թե մեզ ուզում են ցեղասպանել, հեսա մենք կասենք, մենք ասում ենք
Տեսեք, մեզ ցեղասպանում են, այսինքն մի քիչ մենք շատ հեռուն ենք գնացել այդ, քանի որ մենք նաև ունենք սա մի հատ երկար քննարկման առիթ է, բայց սա շատ կապ ունի կոլեկտիվ տրավմայի հետ։ Մի բան է, երբ որ Զոհին ասում են, գիտես ինչ, քո հետ սա տեղի ա ունեցել։ Մենք ընդունում ենք։ Մի բան է, երբ որ դու դառնում ես մեկը, որը պետքա դռնեդուր ընկնի ու դա ապացուցի, ոնց որ թղթեր ցույց տա, որ իր ոտը կտրված է, հա, դες ոտը կտրված է, չէ, քո ոտը մի հատ բեր, թղթերը ցույց տու։ Մենք մոտապես այդ թափառող բանի մեջ ենք միջազգային, հա, հարաբերություններում ու դեռ չավարտած է, նորից կանգնեց մեկ այլ պատճառով ու հիմա ուրիշ process է գնում, փորձում են այս հարցը սվաղել, բայց ուզում եմ ասել, մենք ի տարբերություն հрьяաների, առնվազն շատ այլ տարբերություններով հանդերձ, մեր ցեղասպանությունը ինքնըստինքյան ընդունված չի բոլոր կողմից։ Դու դեռ շարունակում ես դա ապացուցել, այսինքն այդ ապացուցման ռեժիմի մեջ ես ու նաև երբ որ նոր բան ա տեղի ունենում քո հետ, հա, ցեղասպանական, դու ասում ես, տեսեք, էլի տեղի ունեցավ, ու էլի մարդիկ չեն արձա, այսինքն մենք այս խնդիրն էլ ունենք ու իմ համար միացան շատ նուրբ ու վտանգավոր կետի մենք հասանք, երբ որ դու ոչ թե որոշեցիր այս տարիների ընթացքում զինվել, պաշտպանվել, ուժեղանալ, կրթությունը զարգացնել, այլ ոնց որ տեսեք, մեզ էլի ցեղասպանում են, այսինքն խոսքը նրա մասին է, որ երբ որ դու սովորում ես դրան, դա շատ վտանգավոր բան է դառնում։ Պատկերացնում եք, ես ինչի մասին եմ, ես չեմ ասում միջազգային ատյաններում ոնց խոսել, ինչան, ես ասում եմ, որ մենթալ հոգեմտավոր մակարդակում շատ վտանգավոր է լիովին տրվել այդ զոհի վիճակին, որովհետև մենք քիչ առաջ խոսում ենք այդ victim blaming-ից եւ այլն, դա շատ վտանգավոր դաշտ է եւ անհատական մակարդակում եւ հանրությունների ես համաձայն եմ, որ չի կարելի զոհին մեղադրել։ Զոհականացվելու, բռնության ենթարկվելու, սպանվելու, վիրավորվելու մեջ մեղավորը բռնավարարը, ոչ թե դու, բայց կյանքիդ համար պատասխանատու ես դու։ Ու բռնարարները Ես միշտ ես այդ եմ ուզում ասեմ, այսինքն մենք այո ջունգլիներում ենք։ Հա, իհարկե։ Ջունգլիներում ենք։ Չէ, մենք տեսնում ենք աշխարհը նորից ջունգլի է դարձել, դու ինչքան էլ հասարակությանը կրթես, ինչքան էլ նարատիվները փոխես, ինչքան էլ բռնության պոտենցիալ նվազեցնես, դրանից դուրս չի գալիս այն հիմնարար հարցը, որ դու պատասխանատու ես քո մարմնի շարունակականության համար, քո կյանքի ու բարօրության համար։ Ոչ ոք քեզ դրանից չի ազատելու։ Ես ես ուզում եմ միշտ ասեմ, որպես ուժեղի դիրք յուրացնելու անհրաժեշտ բան, ոչ թե որ նրան դիմացինը արդարացվի, հա, կամ նրա գործողությունները չպատժվեն, այլ որ դրանով հարցը չի լուծվում, այլ դրանով հարցը միևնույն չի լուծվում։ Դա էլի դրա համար հրաների մոտ never again-ն է կարգախոսը, որ ոչ թե նորից մեզ ցեղասպանում են, այլ էլի երբեք չի լինելու sense բան։ Ու մենք իրանք ուրիշ տեղ հասան։ Հեսա դրա մասին ենք խոսանք, հա, բայց դե հուսով եմ։ Եկեք հрьяաներին հպողան։ Հա, մի քիչ ես շատ եմ ուզում դրա մասին խոսամ, կոնկրետ մի հատ դրանից սկսենք ու գնանք էլի դեպի մեզ, հա։ Նրա մասին, որ ժամանակին ես հիշում եմ, որ ես հիշում եմ մեկի հետ խոսում եմ ու շատ քննարկվում էր, այդ շատ վաղուց էր ես հիշում եմ քննարկվում, որ մենք չենք process չենք արել ցեղասպանության տրավման, որ ինքը մնացել է, մենք իր այդ ոչ մի ձև չենք աշխատել ու մենակ անընդհատ դրա մասին ողբալով խոսում ենք։ Հա, խոսել չի նշանակում, էլի։ Ու ինձ շատ անգամ հակաճառում են, որ այդ նրանից է, որ Թուրքիան չի ընդունել։ Օրինակ Գերմանիան ընդունեց ու դրա համար Իսրայելը հրաները իրանք կարողացան process անեն, բայց այսօրվա օրով իմ համար ակնհայտ է, որ իրանք process չեն արել այդ տրավման, որ իրանք ուրիշ կողմ են գնացել։ Չէ, process մշակել են, բայց նայած ոնց են մշակել, հենց էտա, որ ելքերը տարբեր են, դու կարող ես որոշել, որ ես կդառնամ նա, ով որ թույլ, այսինքն տեսեք, այստեղ մենակ ախր տրավմայի հաղթահարումը չի, էլի, այստեղ ազգային տարբեր թեմաների մեջ կարող անկնենք, այսինքն այստեղ մենակ այն չի, որ ինքը թույլ չի տալիս, որ իրար հետ երբևէ նորից տեղի ունենա, ինքը նաև բռնարարի ոնց որ իրավունք է ինքը իրան տվել, սա շատ բայց հրեական միտքը ունի նաև շատ լուրջ ինքնակննադատություն եւ խմբեր, որոնք այս ամեն ինչի հետ օքեյ չեն եւ այս սիոնիզմի քննադատությունն է իրանց ներսում շատ ակտիվ եւ իրանք նաև ունեն բավականին ստվար հատվածներ իրանց հասարակության մեջ, որոնք այս ամեն ինչին հաշտ չեն, բայց փաստը դրանից չի կանգնում, հա, որտեվ նայած քո էլիտան ոնց է մտածում։ Դա համար ես վստահ չեմ, որ դա ինչ որ ազգային ուղղակի իրանք այդպես են մշակել իրենց տրավման դրամար, բայց այո, տեսնում եմ նման տենդենսներ։ Մեր դեպքում մենք չգիտեմ,
կապ ունի իմ կարծիքով նույնպես կապ ունի այն որ այն ժամանակ ոնց որ կանգնել են Գերմանիայի գլխին որպես պարտվող պետության ու ասել են ընդունի այս դեպքում ոչ ոք նման բան չի պարտավորեցրել են պետությանը ով որ իրականացրել է դա հա բայց միևնույնն է մենք իրականության հետ ոնց որ իրականության սկզբունքով չենք գործել միևնույնն է օքեյ չեն ընդունել հա մենք քիչ-քիչ դարձել ենք պետություն օքեյ մենք սովետում էինք հետո դուրս եկանք սովետից եկեք մի քիչ զբաղվենք մեզնով եկեք մի քիչ ուժեղանանք եկեք մի քիչ չեն կարել դա ճիշտ է որ չեն կարել չէ ուզում եմ ասել չեն ընդունում էլ ինչ պիտի անենք մենք մեր միտքը չենք պատտել այս բարդ հարցի շուրջ այնպես ինչպես որ արժեր այդ եւ դրա հետևանքները մենք շարունակել ենք կրել բայց ես սա ոչ թե որպես ինչ որ մենք բոլորս որ ասում եմ մենք ես հենց նկատում եմ որ մենք բոլորս էլ մասնակցել ենք նաեւ այդ կիսա քնած կիսա ինքնախապեյության մեջ այս վիճակներին այսինքն դժվար է այս աշխարհում ճիշտ լինել ճիշտն ասած ինչ որ պետության կամ ինչ որ խմբի որ ինչ որ տենց կարողացել է հաղթարել ու մենք կարանք ասենք որ այս լավ օրինակ է տրավման հաղթահարելու անցնելու արդեն ու նորմալ իր հետ ապրելու չմոռանալու բայց ընդունելու առաջ շարժվելու տենց օրինակներ կան գիտության մեջ ամբողջական տենց օրինակ որ սենց մատով ցույց տաս այդ հանրությանը չէ բայց սենց նույն հրեական օրինակի մեջ կան ուսանելի դրվագներ ինձ համար հա որ այդ ոնց որ այդ չխեղճանալու ոնց որ բայց ես մի քիչ նաև այդտեղ խնդիր եմ տեսնում որտեվ շատ ռազմականացվելու բան կա որ այդ կողմով 100%-ով գնաց բայց զուտ մտավոր մակարդակում որ ես այլևս չեմ ուզում թույլ տամ որ իմ հետ դա տեղի ունենա այցա շատ կարևոր էր որ կարծես թե մենք չենք վերցրել բայց երևի տենց մի քանի ուղղություն համել մեր հերոստատիտողների YouTube-ա դիտողների համար իմացա որ մեզ հերոստատուցով են ցույց տվել հա Տավուշ TV-ով Դիլիջան ես մեկս տարի ընդ ապրել եմ հաղթահարման ուղիների մասին Իփոկոմը դրա տեղյակու համաձայն է հաղթահարման ուղիների մասին մի քանի բան թե ոնց է հնարավոր պետություն, հանրություն համագործակցությամբ կամ անջատ ոնց անել հաղթահարելու կոլեկտիվ տրավման հա պետքա փորձենք հավաքել մեր այս ժամկեսվա խոսակցությունը որտեվ ըստ էության մեր խոսակցությունն էլ այդ որոնումը չէ այդ փնտրտուքը էլի եմ ուզում կրկնել որ տարբեր մակարդակներում աշխատանքի կարիք կա ու ես գիտեմ որ մինչև հիմա շարունակվում են որոշ կազմակերպությունների կողմից օրինակ տենց հոգեթերապևտիկ կամ խմբային աշխատանքներ որոնք իմ համար շատ կարևոր օղակ են որտեվ մի բանա մի հոգու հետ աշխատես դա այդքան մեծ էֆեկտ չունի այսինքն օքեյ մարդը կարա իր գրպանից վերցնի գնա մասնագետի մոտ բայց եթե դու ունես սահմանափակ մասնագիտական ռեսուրսներ ավելի ճիշտ է որ խմբերի հետ աշխատես որտեվ հետո դրա ոնց ասեմ ալիքաձև ազդեցությունները կարան ավելի մեծ լինեն սա մի մակարդակն է այսինքն հոգեբանական համայնքը պասիվ չի եղել, բայց երևի շարունակական ինչ որ ռեսուրսների, այդ ֆինանսական ռեսուրսների կարիք կա, որ մարդիկ կարողանան գան ու արտահայտվեն, որտեվ հարց նորից եմ ասում, կոլեկտիվ տրավման ինքը sense օդի մեջ մի բան չի, ինքը մարմնավորված է անհատների մեջ եւ այդ անհատները լռում են, այդ անհատները ձև չեն գտնում խոսելու։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ նույնիսկ եթե հետազոտական ինտերվյու ես անում, այսօրվա մեր իրողությունների վերաբերյալ, հետազոտական ոչ թե թերապևտիկ ինչ-որ մի բան, մարդիկ վերջում ասում են Դենց կարևոր էր այս զրույցը, ես ոչ մեկի հետ չէի խոսել, ես անընդհատ այս թեմաներով տանջվում եմ, տվայտվում եմ, բայց չեմ կարողանում խոսել։ Այսինքն հենց մենակ ապահով խոսելը, ապահով, ոչ թե այն իմաստով, որ քեզ գան ու դու քո ապրումների մասին խոսես, այլ գաս ու կարծիք ասես ու մարդը չհարցակվի քո վրա, որտեվ հիմա մենք շատ անապահով ենք այդ առումով։ Մարդիկ վախում են իրանց բերանը բացեն, նաև որտեվ վախում են պիտակավորվել։ Մյուս դու էսական այնակ մենակ են որ դու ապահով տարածք ես ստեղծում, որ դու կաս եւ կարող ես ասել այն ինչ որ զգում ես կամ մտածում ես ու քեզ այստեղ ոչ ոք չի դատի, դա արդեն բավականին ամոքող է, հա։ Այդպես որ այս դաշտը հոգեբանական, սոցիալ հոգեբանական դաշտը շատ կարևոր է եւ ես կուզեի որ մենք ավելի ոնց որ համակարգային որտեվ պատերազմից եւ 23 թվի չգիտեմ ինչ անում տեղահանություն բայց դա էլ ոնց որ բռնի տեղահանություն հա հետո եղան քիչ երկար բայց էլի մեկա ոնց որ միջնաժամկետ միջամտություններ հիմա դրանք պակասել են մյուս օղակը դա ես էլի կասեմ հետազոտել ամենատարբեր բնագավառներով եւ ամենատարբեր մեթոդաբանություններով օրինակ հիմա մենք որ իմ թիմով ԵՊՀ-ում ես ղեկավարում եմ
հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրություններ գիտական խումբը, որը ստեղծվել է էլի գիտության կոմիտեի ոնց որ դրամաշնորհային ծրագրով։ Հիմա մենք թիմով ուսումնասիրում ենք նաև հենց այս քաղաքացիական пассивությունը, որը նույնպես մի դրսևորում է մեր հետ տեղի ունեցածի հետևանքների, հասկանում եք, այսինքն ոնց որ այս մի տեսակ այդ անտարբերացումը կամ խոսել չուզենալը նույնպես ոնց որ մեր հետ տեղի ունեցածի դրսևորումը դա ենք այսինքն մենք ուղիղ կոլեկտիվ տրավման չենք ուսումնասիրում, բայց ոնց գնում ենք գալիս ենք sense անպայման առնչվում ենք, կպնում ենք այդ թեմային։ Ես կուզեի, որ ավելի ուղիղ հետազոտություններ լինեին ու շատ կարևոր են միջբնակավարային ուսումնասիրություններ եւ նաեւ շատ կարևոր է քանի որ այստեղ ենք ու մեդիայում ենք, մեդիայի պատասխանատվությունը, հա, մեդիան ոչ թե sense շատ sense խնայող, sense վախեցած խոսի, բայց մի տեսակ պատասխանատ ես իհարկե վերջին հերթին նկատի ունեմ ինֆոկոմին, բայց մենք գիտենք էլի ինչ դաշտում ենք գործում եւ ինչքան ազատ են մարդիկ զգում մարդկանց այդ էմոցիաների հետ խաղալ ու ասենց հիշեցնել, որ դու պետք է գնաս տխրես լացես, որտեվ ամեն ինչ սարսափելի է, հես ավելի սարսափելի բանը, նաեւ այդ տերորը կա, հա, էմոցիոնալ, ոչ թե մենակ հələ ոչ մենակ այն չի թե ինչա քո հետ տեղի ունեցել, նաեւ այնա թե ինչով են քեզ սպառնում հենց քո հասարակության ներսում, այսինքն մենք շատ բազմաշերտ խնդիրներ ունենք եւ վերջապես պետությունը, ինստիտուտները եւ ես չգիտեմ, ես նկատում եմ որոշակի այսպես կոչված ինստիտուցիոնալ հասունացում։ Ամեն դեպքում այս ցնցումը ինչ որ մի բան ցնցելա նաեւ պետական համակարգերում, ենթահամակարգերում եւ ես տեսնում եմ, որ որոշ հատկապես օղակներով մարդիկ օրնի բուն աշխատում են, այսինքն փորձում են ինստիտուցիոնալիզացնել, հա, մեր խնդիրների լուծումները, ոչ թե թողնել ուղղակի համայնքների վրա, բայց համայնքային ես նաև ուզում եմ շատ ասել, որ համայնքային աշխատանքն է շատ կարևոր, այս մի հատ մեծ թեմա է, որ առանձին թեմա է, շատ կարևոր է եւ պետությունը եւ NGO-ները, հա, հասարակական կազմակերպությունները եւ մասնագետները օգնող իրար հետ համագործակցեն, որպեսզի մեր համայնքները ուժեղանան։ Մեր մոտ կա շատ վտանգավոր միտում, որը նոր չի սկսվել, բայց կա դեպի ընտանիք, դեպի ավելի տրոհված բաներ, բայց ուժը միշտ համայնքի մեջ է եւ կա այն համայնքները, ես նկատում եմ, ասենք գյուղեր կամ քաղաքի մեջ ինչ-որ թաղեր, որտեղ համայնքը լավ է գործում, մարդիկ ավելի տոկ ունեն, ավելի դիմակայուն են հարվածների, կարևոր է համայնքների մասը, եւ իրար հետ խոսում են, տեղահանված մարդիկ ինտեգրում են, նոր հա, եւ այն համայնքները, որոնք sense դիսոցացված են, իրարից տրոհված են, երկուսն էլ տեսել եմ, էլի, այնտեղ դու տեսնում ես նաեւ թե ոնց շարունակում տառապել նաև տեղահանված եկած մարդը, այսինքն շատ չգիտեմ ինչքան պատասխանեցես հարցերին, բայց եւ կարծում եմ ամենակարևոր մասը այդ քաղաքական խոսույթի ավելի զսպվածությունը պետքա լինի, հա, ավելի շատ հասկանալ, թե բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է լինի ինտելեկտուալների քննադատությունը դեպի այդ կողմ, որովհետև քանի դեռ դա բարձրաձայն չի եղել, իրանց կոմֆորտի զոնայից դուրս գալու հարց չի լինելու, այնպես որ որտեվ չմոռանանք, որ ես հիշեցի, որ դու շատ կարևոր բան ասացիր, որ իրանք էլ են մեր հասարակության մաս, այո, իրանք էլ են տրավմատիզացված, ես բոլորին սա չեմ ասում որպես արդարացում, այլ որպես փաստ, իրանք նույնպես կրել են բազմաթիվ ազդեցություններ, իրանք նույնպես մարմին մարդ են եւ իրանք նույնպես այո կարող են շատ սխալ եւ անարդյունավետ եւ վտանգավոր նաեւ process-ների տուրք տալ եւ խոսույթի տուրք տալ։ Հա, ու վերջը մենք բոլորով ենք ստեղ ու բոլորով ենք ստեյց դուրս գալու։ Տենց է սա աշխատելու։ Ինչ ուզում ես անել։ Դա վերջը բաներ։ Ես մնալու եմ հələ։ Ես էլ եմ հավաքի եմ ստեղ։ Կարող է ինչ-որ բան կայլի, որ պիտի ասենք, թե անջատենք արդեն։ Փակում անեմ, հա։ Իմ ամփոփիչ բարի խոսքերից մի վախեցեք քննադատել, մի վախեցեք քննադատվելուց, պայքարեք ձեր գաղափարների համար, փորձեք հաղթահարել ձեր հոգեբանական տրավմաները, եթե կարիք ունեք, դիմեք հոգեբանական աջակցության, այդպես ավելի հեշտ կլինի։ Հետևեք Infocom-ին, Telegram-ում, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ գրեթե բոլոր սոցիալական հարթակներում։ Կոմենտ գրեք, սպանեցիք իրար։ Խոսեք իրար հետ, մի վախեցեք խոսել իրար հետ։ Like, share, subscribe, comment